Բարի առավոտ, շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք արդեն եթերում ենք։ Բարի լույս, բարի ապրիլիոթյան լույս եւ բարի ավետում սիրելի մայրեր։ Թող ձեր կյանքը լինի բերկրանքով, մայրությանը համապատասխան սիրով եւ գարնանային թարմությամբ եւ ամենակարևորը ես մաղթում եմ, որ յուրաքանչյուր մայր երբեք տխրելու առիթ չունենա։ Շատ շնորհավոր, դու մայր ես, քո տոնը շնորհավոր։ Շնորհավորում եմ ձեր ապրիլի 7-ը, Սաթենիկ քոնը նույնպես, մենք ձեզ մաղթում ենք, որպեսզի միշտ գեղեցիկ լինեք եւ մեր կողքին։ Արտակ, այսպեսին ստացվեց մեր առավոտը, մայրության եւ գեղեցկության տոն, այո, իհարկե համապատասխան յուրաքանչյուր բառին եւ իհարկե տոնի խորհրդին, ես եթե չեմ սխալվում, հայ առաքելական եկեղեցին ապրիլի 7-ը ամենայն հայոց կաթողիկոս, այո, Գարեգին II այսօրը հռչակել է մայրության եւ բերկրանքի օր եւ նրանք ովքեր որ մայր են, ձեզ քաջ առողջություն, երջանկություն։ Նրանք ովքեր դեռ չեն մայրացել, նրանց սիրով ու սրտանց մաղթենք, որպեսզի զգան այդ շատ գեղեցիկ բերկրանքը։ Իհարկե For You AM-ն էլ մեր հրաշալի գործընկերը մեզ ծաղկաշատ է դարձնում այսօրվա առավոտը, շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես կռահեցիք, մենք Երևանի սրտում Seasons այգում այսօր սկսում ենք մեր առավոտը եւ իհարկե դեռ շատ ու շատ անելիքներ ունենք եւ հետաքրքիրը դեռ առջևում է լինելու։ Այդպես որ առավոտ եք սկսել այսօր։ Հրաշալի առավոտ եմ սկսել, ես եւս ուզում եմ շնորհավորել մեր մայրերին կանանց, մաղթել իրենց երջանկությունը ու ամենակարևոր մաղթանքը, որ այս պահին ես իրենց ունեմ, դա հասկացված լինելն է ու տխրություն չզգալը երբեք։ Դե տառապանքը փորձ ունի, ինչպես ասում։ Սա ըստ քեզ ինչ ասել է մայր, ինչպեսի զգացողություն է մայր լինել։ Դա Աստծո օրհնանք է, որ ամեն կին պետք է մայրանա ու այդ բերկրանքը վայելի։ Ես երջանիկ եմ, որ ունեմ երկու զավակներ, բոլոր մայրերին շնորհավորում եմ, ուզում եմ, որ նրանք առողջ լինեն ու իրենց զավակներին հասցնեն իրենց նպատակներին։ Տղաներ, շնորհակալություն ծաղիկների համար, մեզ մոտ տոնական եթեր է, ինչպես հասկացաք, մեր բարելյուսյան տաղավարը տեղափոխվել է այստեղ Երևանի սրտում, Երևանի կենտրոնում։ Իհարկե ես տեղափոխվել եմ նորից խոհանոց, պատրաստել եմ այնտեղից համեղ կերակուր, ես չեմ պատրաստելու խոհարարն է լինելու ինձ հետ միասին։ Դե ինչ մնում եք մեզ հետ, տոնական եթերը սկսվեց արդեն, ասում եմ ձեզ, բարի տրամադրություն, լավ տրամադրություն։ Այգում ենք քիչ հետո տեղափոխվելու ենք Seasons-ի ռեստորան, վստահ եմ այս կաֆե ռեստորանը դուք շատ եք սիրում, այնտեղ մենք ունենալու ենք շատ լավ հարցազրույցներ։ Շնորհավոր սիրելի մայրեր, սիրելի գեղեցիկներ, այսօր ձեր օրն է։ Մենք ծաղկե փնջերը այստեղ կբաժանենք եւ եթե ուզում եք հանդիպել, վստահաբար ձեզ հետ նույնպես այստեղ մենք ստիկով կլինենք։ Ինչու ոչ կտոնենք եւ կսկսենք շատ լավ օրվա մեկնարկ, այնպես որ մենք տեղափոխվում ենք մեզ հատկացված վայր, որը այո արդեն Seasons ռեստորանի ներսում է, լավ երաժշտությամբ շարունակում ենք եթերը, մնացեք մեզ հետ։ Առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, մեր տոնական ապրիլ 7-յան եթերը շարունակվում է եւ ինչպես նշեցինք, գտնվում ենք քաղաքի ամենանախընտրելի, ամենագեղեցիկ եւ ամենաէսթետ ռեստորաններից մեկում, Seasons ռեստորանում, որտեղ որ յուրաքանչյուր առավոտ ել ավելի հրաշալի է լինում, հատկապես որ մենք մեր եթերները սկսում ենք այստեղից։ Սիրելի հեռուստադիտողներ, ապրիլի 7-ին ընդառաջ ունենք շատ հետաքրքիր զրույցներ, հետաքրքիր հանդիպումներ, անդրադարձեր, այնպես որ գերհագեցած եթեր ենք ունենալու, որը տոնական է։ Եվ այո, այսօր նաև շատ հյուրեր ենք հյուրընկալելու մեզ մոտ, մենք այստեղ կլինենք Seasons-ում, իսկ մեր հյուրերը կգան մեզ մոտ եւ կգնան հիմա ներկայացնենք մեր գործընկերներին։ Ես ուզում եի ասել, որ այսօր շատ ու շատ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է լինելու, իսկ այդ բարեմաղթանքները իհարկե մեր հրաշալի գործընկերոջ առաջարկած Ֆրունզիկ գինու գավաթների շուրջ է լինելու։ Այո, չին սիրելի կանայք, մայրեր, թող ձեր տոնը շնորհավոր լինի։ Արդ ես Շնորհավոր։ Դե ես եմ ներկայացնեմ մեր գործընկերն է Պրոշյանի գործարանը, որը ավելին քան 30 տարի հայկական եւ միջազգային շուկայում ներկայացնում է համային նուրբ երանգներով ու համերով հարուստ գինիների լայն տեսականին։ Այսօր ներկայանում է Ֆրունզիկ գինիներով, կարմիր, սպիտակ եւ ռոզե տեսակներով։ Գինեգործները ստեղծել են լավագույն համային փունջը, ոգեշնչելով այն բոլոր կարևոր արժեքները, որը փոխանցվում է Ֆրունզիկով։ Ֆրունզիկի պես անկեղծ, անմիջական, բայց եւ արվեստի արժեք ներկայացնող նոր գինիներն արտացոլում են բրենդի հարուստ պատմությունը։ Չէ՞ որ
գինեգործությունը նույնպես արվեստ է եւ ոգեշնչման կարիք ունի։ Ավանդույթներ շարունակող ու արժեքներ ստեղծող այս գինիներից յուրաքանչյուրը ցանկացած առիթ կդարձնի անմոռանալի եւ հիշարժան։ Ֆրունզիկ ժողովրդի սերը արժեք է։ Իրականում քիչ անց կպատմենք մեր հետաքրքիր հյուրերի մասին, հետաքրքիր զրույցների եւ հետաքրքիր թեմաների մասին, բայց մինչ այդ մենք ներկայացնենք մեր մյուս գործընկերոջը։ Այո, սիրով ներկայացնենք մեր մյուս գործընկերոջը, մեր գործընկերն է Երեմյան կաթնամթերքը, որը ներկայացնում է ամենագլխավորը առողջարար, անարատ, սեփական ֆերմայից կաթից ստացվող կաթնամթերքի լայն տեսականի։ Երեմյան կաթնամթերքը 100% բնական է, A կարգի կաթից, առանց հավելումների եւ գլյուտեն ֆրի։ Կաթը սեր է եւ Երևան կաթնամթերք ուրախ է այն կիսել ձեզ հետ ամեն օր։ Նույնիսկ տոնական օրերին չպետք է մոռանալ առողջ ապրելակերպի եւ նախաճաշի կարեւորության մասին, որն էլ ամեն առավոտ ապահովում է մեր գործընկեր, իսկ առավոտյան դպրոց ճանապարհելիս մայրերի համար կարծում եմ սա փրկություն է, սիրելի հեռուստադիտողներ։ Մենք եւս հիշենք մեր մյուս գործընկերոջը, նորից հիշեցնելով, որ այսօր շատ հյուրեր ենք ունենալու ու Seasons ռեստորանը այսօր կլցվի մայրությամբ, գեղեցկությամբ ու շատ հաճելի հյուրերով եւ խոսենք Darroing-ի մասին։ Այսօր առավել ընդգծված։ Ձեզ ենք ներկայացնում մեր գործընկերոջը Darroing ընկերությանը, որը հայկական շուկայում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող լավագույն ընկերություններից մեկն է եւ շուրջ 27 տարի է, ինչ սպառողին ներկայացնում է ավելին քան 200 անուն քաղցրավենիք։ Darroing-ի արտադրանքը հիմնված է բացառապես բարձր որակի ապահովման եւ համի պահպանման վրա։ Ընկերության արտադրած քաղցր ծողիկները շատերի մանկության անբաժանելի մասն են կազմում, իսկ Արչուկ Քերոսդենին դարձել է ընկերության խորհրդանիշներից մեկը։ Ուրախությամբ տեղեկացնենք, որ Darroing ընկերությունը դերնի ապրանքանիշով նոր շարք է ներկայացնում։ Այն ներառում է շոկոլադապատ սնկիկներ, կրուասաններ, բիսկվիտներ եւ կեքսեր, որոնք իրենց համով, բարձր որակով եւ գեղեցիկ փաթեթավորմամբ նպատակ ունեն շարունակելու բրենդի հարուստ պատմություն։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, ուրախությամբ ծնողներին նշենք, որ Դենի տեսականին իդեալական տարբերակ է երեխաների դպրոցական ընդմիջումների, լանչերի, ընկերներին հյուրասիրելու ու պարզապես համեղ պահերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, շատ հաճելի է գտնվել Երևանի սրտում։ Մեր թիկունքի հետևում Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկն է, մարդիկ զբոսնում են, մենք նրանց ձեռքով ենք անում, նրանք մեզ, մենք շնորհավորում ենք նրանց ապրիլի 7, հա տեսնում եք, Երևանը մի փոքր այսօր անպամած է, բայց դա չի խանգարում եւ որևէ ձևով տրամադրության վրա չի անդրադառնում։ Ինչպես նշեցինք, ունենք շատ հագեցած եթեր, հյուրաշատ եթեր եւ այս բանը առաջարկում եմ սիրով ներկայացնենք ծրագիրը, ինչը պատրաստել ենք ձեզ համար, սիրելի հեռուստադիտողներ։ Նախ մեր հյուրերի հետ զրուցելու ենք Երեմյան կաթնամթերքի եւ կաթ դպրոցներին ծրագրի մասին, որը չափազանց կարեւոր նախաձեռնություն է, որը ձևավորում է առողջ ապրելակերպի եւ սննդի մասին մշակույթ եւ այն ձևավորում է նոր սերնդի մեջ։ Ապրիլի 1-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիային պետական թատրոնում կայացավ սիրված ու տաղանդավոր արտիստների Մկրտիչ Արզումանյանի, Արման Նավասարդյանի եւ Էվա Խաչատրյանի մասնակցությամբ «Իմ կնոջ ամուսինը» կատակերգության պրեմիան։ Առաջնախաղի հանդիսատեսի ջերմ ընդունելության եւ բեմադրությունը, թե ինչպես է անցել, ինչպես է ընդունվել հանդիսատեսի կողմից, մենք կզրուցենք մեր շատ տաղանդավոր գործընկերոջ, Հայաստանի վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանի հետ։ Իդեպ, որ ուզում եք Մկրտիչ Արզումանյանին տեսնեք, Seasons ռեստորանում ենք, ունեք 1.5 ժամ կարող եք գալ հանդիպել նրան, լավագույն աղիթներ տեսնելու, այո։ Դե շարունակենք։ 25 տարի շարունակ, ասենք, որ Ֆինկան իր հաճախորդների կողքին է, մատուցելով որակյալ եւ հուսալի ֆինանսական ծառայություններ, իսկ կանանց աջակցում է կայունացնել իրենց ֆինանսական վիճակը, ստեղծել եւ զարգացնել բիզնեսներ։ Ֆինկան կարևոր գործունեության ու մի շարք ծրագրերի մասին կպատմեն մեր հյուրեր, ինչ լավ է, որ գործատուները հատուկ ուշադրություն են դարձնում կանանց, նրանց կյանքի որակի բարելավմանը եւ հաջորդիվ գեղեցիկ տոնի արդիվ միանշանակ գեղեցիկ նորություններ ունենք ձեզ համար։ Միլանա Սպա եւ Տիմեդի էսթետիկ բժշկության կենտրոններն առաջարկում են հրաշալի ծառայություններ, որոնք կարող եք վայելել մեկ վայրում։ Մեր հավատարիմ հեռուստադիտողները կհիշեն նրանց մարտի 8-յան մեր եթերից, այնպես որ լավ նորությունները շարունակվում են, սիրելի հեռուստադիտողներ, բայց էլ ինչ տոնական օր, էլ ինչ տոնական եթեր, առանց տոնական նախաճաշի այս դեպքում, քանի որ մենք առավոտյան ծրագիր ենք, այնպես որ եթե կառաջարկենք ձեզ իհարկե ընթրիք կամ լանչ տոնական, բայց այսօր մենք ուր գնում ենք, այո։ Մեր խոհանոցը շարժական է, մեզ է տեղափոխումը սաթենիկներ։ Մենք ունենք մի հատ հատուկ սարք, այս հատ գլորվելով գնում է, սաթենիկը վրան նստած գնում է։ Մինչև սաթենիկին խոսքը փոխանցելը ներկայացնենք մեր մեկ շատ լավ գործընկերոջը, սիրով ցանկանում ենք ներկայացնել Աթենքին, մսամթերքի ընկերությանը,
որը ոլորտի բացարձակ առաջատարն է։ Արդեն 3 տասնամյակից ավելի ընկերությունը բազմաթիվ ընտանիքների առօրյայի մի մասն է դարձել եւ հաստատուն քայլերով զարգացնում է հայաստանյան սննդամթերքի շուկան։ Որպես օրվա լավագույն սկիզբ եւ հագեցնող նախաճաշ առաջարկում ենք օրը սկսել Աթենքի սարդելկաներով, որոնք սննդարար են, համեղ եւ պատրաստված են բացառապես հատնտիր մսակտորներից։ Աթենքի սարդելկաները յուրաքանչյուր հավաքույթ ընդմիջում կամ ընթրիք կդարձնեն առավել համեղ։ Չնայած նրան, որ սարդելկան ստեղծվել է 19-րդ դարում Գերմանիայում որպես հարակ սննդի լուծում, այսօր Աթենքն այդ գաղափարը հասցնում է մի նոր մակարդակի, ավելացնելով ինքնատիպ համեր, հատուկ ընտրված բաղադրիչներ, անսահման սեր եւ հոգատարություն։ Դարձրեք ձեր օրն Աթենքի հետ ավելի համեղ հաշված րոպեների ընթացքում։ Անակնկալ ունենք ձեզ համար, Աթենքի ունի մեզ համար անակնկալ։ Մեծ զամբյուլներ են պատրաստել եւ հետաքրքիր է։ Եվ այո, Caesars ռեստորանի աշխատակիցներն այս պահին եկեք Երեմյանի զամբյուլները կաթնամթերքով նախ սկսենք, սիրելի հեռուստադիտողներ, այդ հավերը նաեւ կփոխանցենք մեր շատ սիրելի Սաթենիկին։ Անակնկալ Լիլիթ քեզ համար շնորհակալություն։ Բարիքներով ենք սկսում մեր առավոտը սիրելի հեռուստադիտողներ, ես այս պահին կթողեմ այստեղ, բայց ուզում եմ ասել, որ Սաթենիկը այս պահին խոհանոցում տոնական խոհանոցում միայնակ չէ, եւ այսպես Երեմյան հյուրընկալության եւ խոհարարական արվեստի ակադեմիայի շեֆ խոհարար Ավետիք Իսախանյանի հետ միասին կպատրաստեն տոնական շատ համեղ նախաճաշ, իհարկե որը նվիրված է միանշանակ մեր հրաշալի գործընկերուհիներին։ Չէ, խոստանում ենք, որ ես ու Արտակը անպայման պատառիկներ կտանցնենք։ Անպայման։ Դե ինչ Սաթենիկ, խնդրեմ խոսքը փոխանցում ենք քեզ եւ նորից շնորհավորում քո ապրիլի 7-ը։ Ինչ եք պատրաստելու այսօր, մանավանդ դու միայնակ չես խոհանոցում, վստահաբար անակնկալներ կլինեն։ Այո, բարի Արտակ, Լիլիթ, Արման, շնորհակալություն խոսքը փոխանցելու համար։ Այո, ես մենակ չեմ եւ իմ բարիլության խոհանոցում չեմ։ Շնորհակալ եմ շնորհավորանքների համար եւ մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս։ Ինչպես նշեցիք, մենակ չեմ, Ավետիքի հետ եմ, շնորհիվ Երեմյան հյուրընկալության եւ խոհարարական արվեստի ակադեմիայի շեֆ խոհարար Ավետիք Իսախանյանի հետ բացահայտելու ենք ինչ համեղ կերակուր, տարատեսակ օգտակար համեմունքներով, ինչ ենք պատրաստելու։ Նախ բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ եմ շատ հյուրընկալվելու համար։ Ոնց է ձեր տրամադրությունը։ Շատ լավ, գերազանց։ Տոնական։ Ինչ ենք պատրաստելու, ինչ մթերքներ են մեզ անհրաժեշտ։ Այսօր պատրաստելու ենք բուրատա պանրով, իդեպ նշեմ, որ դա Երեմյան ապրանքանիշի արտադրանքն է, ռուկոլայով, լոլիկով, պեստո սոուսով, շատ հետաքրքիր աղցան, որը մեր Caesars ռեստորանի սիրված աղցաններից մեկն է։ Եվ իհարկե նախաճաշ, որտեղ օգտագործելու ենք մեր պատրաստված կրուասանները, մարինացված իշխանձուկ, սոուս եւ թարխունի պեստո։ Ահա, ինչպես հասկացա, քանի որ ապրիլի 7-ն է, իմ տոնն է նաև, ես ոչինչ չեմ անելու, պարզապես հետաքրքրությամբ հետևելու եմ ձեզ պատրաստման ընթացքին եւ հարցերով ձեզ մի քիչ շեղելու եմ։ Շատ լավ, Սաթենիկ, ես միայն ուրախ եմ։ Ինչից ենք սկսելու։ Սկսելու ենք աղցան պատրաստելուց, աղցանի բաղադրիչները արդեն հավաքված են, սկսենք արդեն հավաքել, համեմել եւ այդ ընթացքում նաեւ տաքացնել մեր կրուասանները։ Շատ բարի, քանի որ խոսեցիք համեմելու մասին, ես ասեմ, որ մենք ունենք հավատարիմ ընկեր, գործընկեր, Tonian's Family Company-ի մասին եմ խոսում։ Այս պահին ձեր էկրաններին էլ ես սիրով կարող եմ ներկայացնել մեր գործընկերոջ համեմունքները։ Հարգելի հեռուստադիտողներ, շուրջ 20 տարի Tonian's Family Company Zolotoye Testo ապրանքանիշի մշտապես թարմացվող տեսականին յուրահատուկ դիզայնը, հարմարավետ ու ժամանակակից փաթեթավորումը դարձնում են Zolotoye Testo ապրանքանիշը ոչ միայն հուսալի ընտրություն, այլ կատարյալ լուծում յուրաքանչյուր խոհանոցում, ցանկացած ուտեստի համար։ Չմոռանամ ասել, որ արդեն հասանելի են Մասիս ապրանքանիշի գրուպեղենը։ Ուրախությամբ նշեմ եւ մեր հեռուստադիտողներին էլ շտապ եմ ուրախացնել, որ արդեն իսկ վաճառվում է բոլորիս կողմից սիրված օգտակար քինոան։ Բացի այն, նաեւ հրաշալի ակցիա է գործում։ Գնելով 1 տուփ չիայի սերմեր կստանաք նվեր 1 տուփ քինոա։ Սիրով նշեմ նաև, որ առաջին անգամ շուկայում նոր առաջարկ Zolotoye Testo ապրանքանիշի կողմից առաջարկված Zolotoye Testo ապրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ զիփականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաներ մեջ պահպանել համն ու հոտը շատ երկար ժամանակ, ինչը համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկական հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 եւ երկրորդ հեռախոսահամարը 094 60 84 14 հեռախոսահամարով։
Այնց հետաքրքիր է օրինակին սեղանին կա այդտեղ կաթնամթերք, կաթնամթերքը չափազանց օգտակար է օրգանիզմի համար։ Իսկ մենք գիտենք, որ երեմյան կաթնամթերքը 100% մաքուր է, A կարգի կաթից է, առանց հավելումների, գլյուտեն ֆրի։ Իսկ ինչ վիտամիններով է հարուստ այսօրվա մեր նախաճաշը։ Այսօրվա նախաճաշը իհարկե հարուստ է պատրաստելու են կաղցանը, որը հարուստ է A, B եւ D վիտամիններով, բոլորս գիտենք դրանց կարեւորության եւ օգտավետության համար։ Լավ։ Իսկ նախաճաշում ընդգրկել է կաթնամթերք, նամանավանդ եթե բնական կաթից է, ինչպես մենք այսօր պատրաստելու ենք, ուրեմն մենք կստանանք սպիտակուցների մեծ պաշար, որը շատ կարևոր է մեր օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն հեռուստադիտողներին, ովքեր կգտնվեն, մարդիկ, ովքեր կաթնամթերք չեն սիրում, բայց հիշեցնենք նրանց, որ կաթը սեր է, պիտի սիրեն, ոնց կարող են օրինակ սկսել թեկուզ երեխաներին, ինչ կարող են նախաճաշ պատրաստել, որ նրանք սիրեն, սիրով ուտեն, քանի որ իսկապես շատ օգտակար է բոլորիս համար։ Կարելի է սկսել մի փոքրիկ չափից, որպես խոհարար։ Իհարկե, մի փոքրիկ չափից եւ իհարկե փորձել կամաց ավելի շատացնել, որպեսզի օրգանիզմը ավելի ճիշտ աճի եւ մեծանա երեխան ավելի առողջ։ Իսկ որպես խոհարար ձեր սիրելի կերակուրը ունեք կամ խոհանոցը, որ առանձնացնում եք։ Կարելի ասել ես շատ համեր եմ սիրում նոր բացահայտել, նոր խոհանոցներ համտեսել, բայց կուզենամ առանձնացնեմ հայկական խոհանոցը մեր յուրահատուկ համերով եւ ավանդույթներով։ Կուզենայի շատ են իմ սիրելի ուտեստները, բայց կուզենայի առանձնացնել մեր Պանդոկ Երևանների ղափաման։ Ես փորձել եմ, վայելել եմ, վստահ եմ հեռուստադիտողների շատերը։ Այս պահին ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջը խոսքը քաղցրություն ապահովող դարոյինքի մասին է։ Ամբողջ տեսականին ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնում եմ։ Շարունակելով արտադրական ակտիվ գործունեությունը, դարոյինքի սիրելի քաղցրավենիքները վերադարձել են նոր տեսքով՝ խրթխրտան, շատ համեղ, շոկոլադե, կիտրոնի, շոկոլադի եւ պնդուկի, կատնաշոկոլադային եւ կատնային վաֆլիները, ինչպես նաեւ թարմ քաղցրաբլիթները այժմ ավելի գեղեցիկ, հարմար փաթեթավորմամբ ձեր եւ ձեր երեխաների համար։ Իսկ առաջարկվող համային լայն տեսականին կամբողջացնի ընտանեկան ընկերական երեկոները, լցնելով դրանք քաղցրությամբ, ջերմությամբ։ Նշենք նաև, որ տեսականին առկա է բոլոր վաճառակետերում։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, տոնական եթերը շարունակվում է։ Խոսքը փոխանցել եմ իմ գործընկերներին, որպեսզի նրանք շարունակեն։ Շեխոհարարը Ավետիկը նշեց, որ գրեթե բան չկա այստեղ անելու, պետք է հավաքենք պարզապես աղցանը։ Իհարկե երկրորդ միացման ընթացքում այդ ամենը դուք կտեսնեք, դեր աչքից հեռու չի մնա։ Արտակ, Լիլիթ, Արման, խոսքը ձերն է, համեցեք։ Հիշեցնենք, որ Երևանում հիմա այս պահին 15 աստիճան է, մարդիկ շատ հաճելի զբոսնում են Երևանում, մենք էլ բացօթյա մաքուր օդին, գարնանային, բայց ամենակարևորը տոնական տրամադրությունը, սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, ինչպես խոստացանք, շատ հետաքրքիր դեր առջևում է, այս պահին կարճ գովազդի տեսքից հետո կվերադառնանք, դադարից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Շատ սիրելի մայրեր, քույրեր, նորից շնորհավոր ձեր ապրիլի 7-ը, իսկ հիմա մենք խոսելու ենք Երեմյանների մասին։ Երեմյան ընկերությունները յուրաքանչյուր աշխատանքի, արտադրանքի կամ ծառայության հիմքում որակն է, հոգատարությունը եւ սերը բոլոր սպառողների նկատմամբ։ Երեմյանները դարձան մի նոր շունչ եւ չափանիշ ամենատարբեր ոլորտներում նորարարություններ թելադրող եւ առողջ ապրելակերպ ապահովող։ Սա շատ կարեւոր է։ Երեմյան կատնամթերքը ամբողջությամբ փոխեց կատնամթերքի պատկերացումները, այս պահին դուք խոշոր պլանով տեսնում եք։ Կաթ դպրոցներում ծրագիրը, թերևս սա ամենակարևոր եւ անկյունակարային ծրագրերից մեկն է, որը հոգ է տանում յուրաքանչյուր երեխայի առողջության մասին։ Մեր տատիկները, որ ասում էին կաթիկ երեք, նոր գնացեք դասի կամ մանկապարտեզ, շատ ճիշտ էին անում եւ ինչքան լավ է, որ այդ կատնամթերքը թարմ է, սննդարար եւ առողջարար։ Ներկայացնենք մեր հյուրերին։ Տաղավարում են Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ Լուսինե Երեմյանը եւ Երևանի Մուրացյանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Կաթ դպրոցների ծրագրի մասնակից Լիլիթ Սարգսյանը, երկու Լիլիթ Սարգսյանը։ Մի տեսեք ինչ գեղեցիկ եք սիզնում տեղավորվել։ Այս ծաղկեփունջը սրտանց նվիրում ենք ձեզ։ Թող ձեր օրը այսպես ծաղիկներով սկսվի, գեղեցիկ սկսվի։ Իդեպ մեզ ձեր զամբյուղները մի փոքր շուտ հասան, ինչի համար մենք շատ ուրախ ենք։
բայց Սաթենիկին դեռ չենք հասցրել մեր զամբյուղները փոխանցել, ձեր թույլտվությամբ Երեմյանների զամբյուղը փոխանցենք նաև Սաթենիկին։ Սաթենիկ, քեզ համար Երեմյանները անակնկալ ունեն զամբյուղի տեսքով։ Հիմա ձմեր պապիկը չէ, բայց Երեմյանների աշխատակիցը պապիկը սպիտակ վերնահագուստով, ողջույն։ Շնորհակալ եմ, իսկապես շատ լավ նվեր է։ Գիտեմ, որ 100% է մաքուր կաթ եւ իհարկե բոլորիս օրգանիզմի համար շատ անհրաժեշտ է։ Այստեղ ես տեսնում եմ յոգուրտներ, որ իմ երեխաները սիրում են նրանք կվայելեն։ Ես իմ կողմից ասում եմ շնորհակալ եմ։ Շնորհակալություն Սաթենիկ եւ նորից բարի առավոտ եւ զրուցենք ձեզ հետ Երեմյաններ կատնամթերքի մասին խոսելուց մենք հաճախ նշում ենք առողջարար, անարատ եւ բնական։ Խնդրում եմ մեզ բացեք ճակերտները։ Ինչու՞մն է գաղտնիքը եւ ինչ է ասում սա։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ ուզում եմ շնորհավորել մեր բոլոր մայրերին, կանանց եւ աղջիկներին այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ, առաջին հերթին մաղթելով նրանց երջանկություն եւ ամենակարևորը առողջություն։ Չմոռանանք այսօր նաեւ առողջության համաշխարհային օրն է եւ հաճելի պատահականությամբ այս երկու կարևոր տոները մեկտեղվել են եւ մենք երկուսն նշում ենք այսօր եւ այս կապակցությամբ ինչպես տեսնում ենք մենք նաև դատարկաձեռն չենք այստեղ եւ մեր առողջ եւ մաքուր անարատ կատնամթերքը ներկայացնում ենք ձեզ, ես նվիրում ենք ձեզ, որպեսզի դուք ձեր օրը սկսեք առողջ եւ գեղեցիկ։ Ձեր հարցին անդրադառնալով պետք է ասեմ, որ պետք է սկսեմ թերևս Երեմյան կատնամթերքի արտադրության պատմությունից։ Ինչից սկսվեց այս ամենը եւ որն է նպատակը հիմքը, այսպես ասեմ, մեխը եւ պետք է ասեմ, որ անարատ եւ մաքուր կատնամթերք ասելով մենք առաջին հերթին խոսում ենք բարձր որակային նշաձողերի մասին։ Եվ լինելով հոգատար եւ ազնիվ եւ պատասխանատու բիզնես, մենք ունենք մի շարք նմանատիպ նշաձողեր եւ առաջին հերթին յուրաքանչյուր արտադրանք ստեղծելիս եւ այս բանը մենք խոսում ենք մեր կատնամթերքի մասին, մեզ համար շատ կարևոր է ստեղծել այնպիսի որակական հատկանիշներ եւ համային հատկանիշներ ունեցող կատնամթերք, որը առաջին հերթին մենք կօգտագործեինք տանը, մեր ընտանիքի անդամների հետ եւ մեր երեխաներին կհրամցնեին։ Ինչպես մայրերը կտային իրենց երեխաներին։ Այո, ինչպես մայրերը կտային իրենց երեխաներին եւ ինչի մասին է դա խոսում է վստահության մասին, 100% վստահության մասին եւ ըստ էության մեր սպառողներն էլ մեր մեծ ընտանիքի անդամներն են եւ մենք մեր կատնամթերքով կիսում ենք մեր մեծ ընտանիքի անդամների հետ։ Եվ երկրորդ հատվածը, որի մասին ուզում եմ խոսել, դա հետաքրքիր պատմության շարունակություն է, դա այն հատվածն է, որ չգիտեմ, շատերը գիտեն, դուք գիտեք թե ոչ, մեր կատնամթերքը նախ եւ առաջ ստեղծված է եղել Երեմյան ընկերությունների խմբի ռեստորաններում սպառվելու համար։ Եվ ինչու, քանի որ մեր շեֆ խոհարարները, ինչպես ներկայացա, ավետիկը, շեֆ խոհարարները բավականին բծախնդիր են եղել որակի առումով եւ չեն կարողացել շուկայում առկա կատնամթերքի տեսականուց գտնել այն որակական բոլոր հատկանիշները մեր ստանդարտներին համապատասխանող, որպեսզի օգտագործվեն ռեստորաններում։ Եվ այդ էր պատճառը, որ մենք որոշում կայացրեցինք ստեղծել մերը։ Հիմա բոլորն են օգտվում։ Հիմա բոլոր են։ Եվ կովիդի պայմաններում, երբ որ բոլոր ռեստորանները գտնվում էին ոլորտը գտնում էր սահմանափակումների մեջ եւ ըստ էության փակ էր որ ժամանակահատված, մենք որոշում կայացրեցինք հանել մեր ապրանքը շուկա եւ բավականին հետաքրքիր էր հետեւել այդ ընթացքը, քանի որ մեր արտադրանքը ոչ միայն սիրվեց հասարակության մեր սպառողների կողմից, այլև դարձավ մեզ պարտավորեցրեց ստեղծել ավելի եւ այս պահի դրությամբ մենք ունենք 50-ից ավել արտադրանք, որը մենք սիրով կիսում ենք մեր սպառողների, մեր հանրության հետ եւ միշտ ասում ենք կաթը սեր է եւ այդ սիրով մենք պատրաստ ենք կիսվել բոլորի հետ։ Եվ հիմա անդրադառնամ նաեւ կաթ դպրոցների ծրագրին, սա կարեւոր մի հատված է մեր ամբողջ այսպես գործունեության ընթացքում, ինչու որտեղ մեր առաքելություններից մեկն է փոխել կաթի սպառման մշակույթը մեր երկրում, զարգացնել եւ տարածել։
եւ ինչպես դուք ասեցիք, մեր տատիկները, մայրիկները միշտ մեզ ասում էին, այ կաթ մածուն եւ կունենաս այդ կարմիր թուշիկները, կլինես առողջ, պինդ կլինեն, ոսկորներ, պինդ մկանները, այդ ամուր կլինեն, կկարողանաս վազել եւ այլն եւ այլն։ Եվ այդ եւ ունենք եւ բազում նպատակներ եւ խնդիրներ մեր առջեւ դրեցինք եւ նպատակներից եւ ծրագրերից մեկը օրինակ կաթի համաշխարհային տոնը նշելն էր, որ ամեն տարի հունիսի 1-ին մենք նշում ենք այստեղ եւ Seasons այգում նշում ենք, թերևս կհիշեք, նախորդ տարիներին մեծ շուկով նշեցին կաթի համաշխարհային օրը, Գինեսի ռեկորդագիր ենք, թերևս գիտեք դրա մասին եւ մեծ բան եք պատրաստել իշում։ Այո, եւ մեծ հյուրասիրություն 7500 հոգի միաժամանակ է ժամանակ ընթացքում ըմպեցին մեր մաքուր անարատ կաթը եւ նախաձեռնեցին կաթ դպրոցներին ծրագիրը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի եւ Եվրասիական զարգացման բանկի հետ համատեղ, որի շրջանակներում Լոռու մարզի եւ Երևանի 9 դպրոցների շուրջ 1400 աշակերտ այս պահի դրությամբ ամեն առավոտ ըմպում է մաքուր անարատ եւ առողջ կաթ։ Եվ մեր նպատակն է ըստ էության, ինչպես ասեցի, Հայաստանում, ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում փոխել խթանել առողջ սնվելու վարքագիծը, սովորույթները, ինչպես նաև այո, ստեղծել իրավիճակ, որտեղ կաթը կաթնամթերքը կդառնա առօրյա օգտագործման պրոդուկտ, կարևոր պրոդուկտ եւ ամենակարևորը զերծ կպահի երեխաներին անառողջ ոչ բնական խորտիկներ օգտագործելուց, անառողջ քաղցր գազավորված ըմպելիքներ խմելուց եւ այո, եւ կձևավորվեն նոր սովորություններ։ Իդեպ այդ ծրագրի շրջանակներում հետազոտություն իրականացրեցինք վարքագծային եւ ծրագրում ներառված երեխաների դպրոցահասակների շրջանում նրանց ցանկությունը կաթ օգտագործելու առողջ ապրելակերպին եւ բավականին մեծացել է եւ 70%-ով մենք աճ ունենք իրենց ցանկության կաթնամթերքի օգտագործման։ Այսքանը թերևս եւ կվազեն, ինչպես ասեցիք։ Առողջ ապրելակերպ։ Դուք ձեր առօրյան ամեն առավոտ դպրոցում սկսում եք 1 գավաթ կաթ խմելուց։ Ինչով է փոխել կաթը ձեզ, ինչպես է սկսում ձեր առօրյան դրանից հետո։ Արդեն մի քանի ամիս է, ինչ փոխվել է մեր դպրոցի եւ աշակերտների առօրյան, եւ ես կարող եմ բոլոր անունից նշել, որ աշակերտները սրտատրոփ սպասում են, թե երբ է գալու կաթ խմելու ժամանակը, քանի որ կաթը մեծ փոփոխություն է մեր դպրոցում։ Այո, քանի որ կաթը մեծ փոփոխություն էր մեր դպրոցական առօրյամ։ Նաեւ այն երեխաները, ովքեր կաթ չէին խմում, դպրոցում սկսեցին խմել եւ սիրել այն եւ մյուսների հետ հավասար սպասել, թե երբ է գալու կաթ խմելու ժամանակը։ Կաթ խմելը նաեւ ավանդույթ է դարձել մեր դպրոցում եւ այդ ավանդույթի շնորհիվ երեխաները բացի առողջարար կաթ խմելուց հնարավորություն են ունենում շփվելու այլ դասարանի աշակերտների հետ, այսինքն կաթը բացի իր հիմնական առաքելությունից աջակցում է մարդկային առողջ հարաբերությունների զարգացմանը։ Ինչ հետաքրքիր է, այդ տեսեք կամ բաներ, վեք ժիվի, վեք ուչի, ամոչ է։ Մենք այսպես ամեն առավոտ սկսում ենք մեր Մենք օրինակ կմոտեցնենք ամեն դեպքում։ Թույլ տվեք նաև ասել, բովանդակություն շատ կարևոր, որակ ամեն բան տեղն է, բայց ձևն էլ մեր կյանքում կարևոր է։ Եկեք մեր այսպես այն ժամանակներում քննադատենք, մի տեսակ կաթը միշտ մատուցում էին այնպես, որ մեր ախորժակը այդքան չէր բացում։ Հիմա տեսեք ինչքան գեղեցիկ շշեր, ձողիկով։ Մենք միշտ կաթը սովորենք ուրիշ ձևով, չէ՞, էնպես։ Եկեք խոստովանենք, որ դա տենց է։ Միանշանակ համաձայն եմ եւ երեխաները հաճիկով ըմպում են այս կաթը եւ իդեպ մենք ունենք նաեւ մեր ռեստորանային համալիրներում այս կաթից պատրաստված համեղ կոկտեյլներ։ Մանկական։ Դա հրաշալի է եւ եկեք խոսենք նաեւ սեփական ֆերմայի մասին, դա շատ կարեւոր է, այն իր տեսակի մեջ եզակի է, թույլ տվեք նաեւ բացատրել, հա, ինչու է այն եզակի։ Այո, պետք է նշեմ, որ մեր ֆերմերային տնտեսությունը իր տեսակի մեջ յուրօրինակ, եզակի եւ բացառիկ է, եւ այն գտնվում է Տաշի համայնքում, Լոռու մարզում եւ պետք է ասեմ, որ Երեմյան ընկերությունը իր կաթնամթերքի արտադրությամբ եզակի հետևյալ տեսակով մենք առաջինն էինք, որ Հայաստանի Հանրապետությունում եւ տարածաշրջանում հիմնեցինք սերմից սեղան հայեցակարգի վրա հիմնված այս արտադրական process-ը եւ սա մի բիզնես մոդել է, որի հիմքում շատ մի կարևոր գործոն է, որի հիմքում ամբողջ վերահսկողության հատվածն է կաթնամթերքի արտադրության։ Այսինքն սկսած սերմից
որը ցանում ենք մեր սեփական դաշտերում եւ սերմից ցանելուց հետո սննդարար կերարտադրություն ստանալուց, որը մատուցում ենք մեր տոհմային Հոլշտեյն, տոմացեղ Հոլշտեյն կովերին, որից մենք ստանում ենք A կարգի որակյալ կաթը, որը մենք տեղափոխում ենք մեր բարձր տեխնոլոգիաներով հարուստ գործարանը, որտեղ ստանում ենք այն տեսականին, որը որ սպառվում է, որտեղից մեր սառնարանային մեքենաները տեղափոխում են արդեն ապակյա շշերով լցված տարաներում դեպի սուպերմարկետներ եւ մեր ֆիրմային խանութները, որը մատուցում ենք մեր սպառողներին։ Այսինքն ամբողջ արժեշղթան գտնվում է մեր վերահսկողության ներքո, որը մեծ հնարավորություն է տալիս հասկանալու այն որակական հատկանիշները, այն բոլոր ստանդարտները, որ մենք ունենք դրված մեր կաթնամթերքի արտադրության մեջ, մենք ամբողջովին կարողանում ենք դա վերահսկել։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ մեր կաթնամթերքը արտադրվում է վերահսկելով այդ արժեշղթան, պետք է ասեմ, որ այն արտադրվում է փակ շղթայով, մեկ աղբյուրից, ինչպես ասեցի, դա մեր ֆերմերային տնտեսությունն է, մեկ աղբյուրից ամենօրյա կտրվածքով ֆերմայից տեղափոխվում է Երևան եւ ամենօրյա կտրվածքով հասնում է մեր սպառողներին։ Եվ դա մեզ թույլ է տալիս ասելու, որ մենք ներկայանում ենք ամենավորակյալ եւ բնական եւ անարատ 100%-անոց անարատ կաթով, առանց հավելումների եւ պետք չէ զարմանալ, երբ որ ասում ենք այս կաթը պատրաստված է իրականում կաթից։ Եվ չկան հավելումներ այդտեղ, որը լեցուն է եւ դա շատ կարեւոր է, որը լեցուն է այնպիսի վիտամինների քանակով, որոնք որ անհրաժեշտ են մեզ երեխաներին առողջ ապրելու համար, ինչպես օրինակ կալցիումն է, ֆոսֆորն է, վիտամին A, վիտամին B12-ը, վիտամին D-ն, երկաթը, ցինկը եւ այլն, որը օգտակար է մեր մկանների եւ ոսկորների եւ այլնի համար։ Դիտողները չգիտեին, արդեն իմացան, որ կաթերը հենց ֆերմայի կովերից անարատ կաթից արտադրություններ են։ Մենք էլ ոգևորվեցինք այսպես առավոտները մենք սկսենք հենց կաթնամթերքով, ինչու՞ չէ, եւ ամենակարևորը, որ այս գազավորված ըմպելիքների դարաշրջանում, որտեղ տրենդային է դա դարձել, թող հակառակը գնա եւ մարդիկ մտածեն այս բարի բան է դառնա տրենդ եւ հարավան որ ինչ ստիլնի բան կա, ամեն ինչի մեջ եթե անկեղծ ու գեղեցիկ բան կա, այո։ Ավելի գերող է։ Դուք այնքան լավ նկարագրեցիք, որ մեզ ոչինչ չի մնում, քան ուղղակի հետևել ձեր խորհուրդներին։ Ձեզ այսօր անակնկալներով լիոր ենք ցանկանում եւ թող մոդան դառնա կաթ խմելը։ Եվ եթե դեմ չեք, վերջում ավելացնեմ, որ շատ կարեւոր է ուղերձի տեսքով շատ կարևորում եմ նաև հորդորում եմ մեր երիտասարդ սերունդին անպայման կաթնամթեր գնելիս եւ ցանկացած ուտես գնելիս, մասնավորապես կաթնամթեր գնելիս անպայման հարց տան իրենց թե ինչ պարունակություն ունի կաթնամթերքը, ինչից է այն պատրաստված եւ ինչ օգտակար հատկանիշներ կան այնտեղ եւ անպայման առողջության տեսանկյունից նայի իր գնումներին։ Սիրելի մեծեր, ինչպես ասում են, դուք հրաշալի կաթի մասին նկարագրեցիք, բայց երեկոները կարծում եմ մեկ գավաթ գինին ձեզ չի խանգարի լիցքաթափվելու, մանավանդ այսօր դուք լիքը հանդիպումներ եք ունենալու, ֆրունզիկը իսկական լիցքաթափվելու համար լավագույն անակնկալն է, մենք ձեզ այն անպայման կփոխանցենք։ Ձեզ լավ աշխատանքային օր եւ որ այս մայրության գեղեցկության օրը միշտ այսպես գեղեցիկ եւ սիրառատ լինեք։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիմա մեր եթերում կարճատև դադար է, այսօր season-ում ենք մենք, այնքան լավ տրամադրություն է մեզ մոտ, մաքուր, պայծառ տրամադրությունը երևում։ Տոնական առավոտ։ Ապրիլի 1-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ Միրո Գավրանի «Իմ կնոջ ամուսինը» կատակերգության պրեմիերան։ Այնինչ կատարվում է ներկայացումից հետո դժվար է բառերով նկարագրել ու այնինչ լինում է բեմում տաղանդավոր արտիստներին, պետք է պարզապես գնալ ու դիտել վայելել այս ներկայացումը։ Երկու տղամարդ, մեկ կին ու շիլաշփոթ պատմություն ու այս ամենի մեղավորներն են Մկրտիչ Արզումանյանը, Արման Նավասարդյանն ու Էվա Խաչատրյանը։ Առաջնախաղից հետո մենք կզրուցենք մեր հյուրերի հետ։ Հյուրի հետ այս դեպքում թաղավարում է սիրված դերասան Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Morning։
թեթև շտկում կատարեմ, մարտի 31-ին էր, դուք 5 տոմարով ասացիք էլի։ Այո, ներողություն։ Ես իհարկե շնորհավորում եմ նախ առաջնախաղի կապակցությամբ, վստահ եմ ֆանտաստիկ ներկայացում է բեմում, թատերասեր հեռուստադիտողներն ովքեր հասցրել են նայել բնականաբար կարձականք են, ովքեր էլ որ չէ, միանշանակ շուտով կհրավիրենք հաջորդ խաղը դիտելու, ծափահարությունների եւ ամենի ֆոնին միանշանակ խոսում է դրա մասին, որ հաջողված է եղել ներկայացումը, բայց մկրտիչ մինչև բովանդակությանը անցնելը, ուզում եմ որ դուք ձեր շնորհավորանքը եւ բարեմաղթանքը ուղղեք այս բային մեր մայրերին եւ գեղեցիկ։ Այո, ես սրտան շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ ուրախ լինեն, առողջ լինեն, անհոգ լինեն, միշտ ժպտան ու իրենց ներկայությամբ գեղեցկացնեն մեր կյանքը։ Այո։ Դե ինչ մենք խոսում ենք իմ կնոջ ամուսինը ներկայացման մասին, ինչի մի փոքր պատմեք պիեսի ընտրության մասին, Նարինե Մալյանի հետ համագործակցության մասին։ Շատ լավ, պիեսի ընտրությունը ես շատ եմ ընթերցում այն բանի համար, որ պարզ լինի հաջորդ քայլս ինչպես է լինելու եւ հաջորդ ներկայացումը պետք է կտրականապես տարբերվի նախորդից, օրինակ չգիտեմ, նախորդը մոնոներկայացում էր, հիմա այդպես շատ կուզենայի, որ երգիծական ժանրում լիներ եւ մի քանի դերասանով եւ երկար փնտրտուքներից հետո այդպես կանգնեցինք այս ընտրության վրա Միրո Գավրանի Իմ կնոջ ամուսինը պիեսը բավականին շատ երկրներում է առհասարակ բեմադրվել Միրո Գավրանը ու կարծում եմ նույնիսկ կարելի ասել համաշխարհային դրամատուրգներից է համարվում ժամանակակից եւ այդպես կապ հաստատվեց իր հետ մեծ ուրախությամբ ընդունվեց իր կողմից այդ առաջարկը եւ այդպես սկսեցինք աշխատել շարժվել դեպի առաջ Նարինե Մալյանի հետ առաջին անգամ եք համագործակցում թե եղել այո մեծ ցանկություն կար միշտ համագործակցելու Տիկին Մալյանի հետ եւ ի ուրախություն ինձ այս առիթը ստեղծվեց ու ինչու ստեղծվեց, որովհետեւ կերպարներից մեկը Դրագիցան մարմնավորում է Այվա Խաչատրյանը շատ այդպես շերտեր ուներ եւ բնավորության մեջ եւ խաղի ընթացքում եւ առհասարակ կերպարը շատ հետաքրքիր էր գրված ու շատ ցանկացանք որ կնոջ ձեռք այսպես ասեմ դիպչի այս կերպարին ու կնոջ հայացքով այդ կերպարը ներկայացվի եւ այդպես էլ եղավ որովհետեւ այդպես որ իմ կնոջ ամուսինը շատ քիչ է ասված այդ անվանումով ինչքան էլ ինքը կոմերցիոն լինի ինչքան էլ գրավիչ լինի եւ ինչ որ սատիրա բարունակի իր անվանման մեջ միևնույն է կերպարները շատ խորն են ու շատ դրամատիկ կերպարներ են կարծում եմ ու օրինակ շատ հատվածներ կան որ ինձ համար պարզապես երկիծական չեն որովհետեւ իրական կյանքից է վերցված ու այն ինչ որ ապրում են այդ մարդիկ իրական կյանքում ու ինչքան են այդ կնոջից կախված ու ինչեր են ներում հանուն նրա որ մնան նրա հետ դա միայն պատկերացնել է կարելի այսինքն տեսնելու դեպքում միանգամից հանդիսատեսը կհասկանա ինչի մասին եմ խոսում իրեւ խնդրեմ Դուք նաև հանդիսանում եք ներկայացման պրոդյուսերը ու զբաղվում եք կազմակերպչական հարցերով ես կուզենայի մի քիչ պատմեք ինչով է այն ձեզ խանգարում ինչով է օգնում Դե առհասարակ կազմակերպչականը ու այդ որոշել է անկեղծ ասած չզբաղվել դրանով այսինքն լիներ մեկը ով կկազմակերպեր ես էլ կկենտրոնանայի այդ ամենի վրա ինչպես պետք է մատուցեմ կերպարը բայց ժամանակը ցույց տվեց որ ավելի լավ է զբաղվել ավելի լավ է որ ես զբաղվեմ այդ ամենով որովհետև բաներ կա օրինակ ես տեսնում եմ մյուսները չեն տեսնում բացեր կան որոնք պետք է ժամանակին լրացնել ի սկզբանե արդեն նախատեսել այն ամենը որ ներկայացումը հասնի պրեմիերային եւ հաջողություն ունենա գրավիտացիայից այսպես ասեմ սկսած արդեն որոշեցի ես անել այդ աշխատանքը իհարկե ունեմ վստահելի եւ մարդիկ այո ովքեր իմ կողքին են ու այսպես ամեն ինչ անում ենք որ
Դե սա թիմային աշխատանք է միանշանակ այո, հատկապես ստեղծագործական վիճակներում թիմային աշխատանքը շատ կարևոր դեր է խաղում բնականաբար, բայց ինձ հետաքրքիր են խաղանկերները նաև, մեր շատ սիրելի Արման Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը ձեզ հետ միասին բեմում, սա արդեն իսկ դիտարժան խաղի եւ ընդհանրապես ներկայացման մասին է խոսում, ինչպես են անցել փորձերը, ինչպիսի ինտրիգներ կամ դրվագներ կպատմեք այս 3 տաղանդավոր մարդիկ մեկ տեղում, սա արդեն բարդագույն նյութ է, որ պետք է մաքսիմալ կենտրոնացում ու երեքս էլ կարծում եմ, որ արեցինք ամենը, որ պրեմիերան ստացվի, իսկ պրեմիերան ստացվեց, կարծում եմ, ինչու եմ ասում ստացվեց, որովհետև կարծում եմ մի 15 րոպե ծափահարություններ էին եւ ինչ-որ Էվայենք կանգնած ես ասեցի արդեն գնանք արդեն ոնց որ արդեն որովհետև արդեն ուշ ժամ է մարդիկ պետք է տուն հասնեն բայց մենք կանգնած այո բան մեզ հավանում ենք էլ չէինք ուզում վերջանալ դե շատ հետաքրքիր է որովհետև փորձառու են Արմանի հետ առաջին անգամ ենք այսպես առաջին անգամ բեմում այո բայց երկրորդ անգամ նախագծերի շրջանակում կարող եմ ասել, առաջինը անիմացիոն ֆիլմներ Օլիմպիկոսը, որտեղ ինքը Վարազդատին է զայնավորում, ես Մոլաթորին, բացասական կերպարին, սա երկրորդն էր ու իհարկե շատ մեծ ցանկություն կար Արմանի հետ աշխատելու, շատ ուրախ եմ, որ դա ստացվեց, որովհետև ով դիտել է ներկայացումը, ասում են, որ այն մանրամասն սինխրոնացումը երկու կերպարների այնքան մաքսիմալ էր, որ այնպիսի տպավորություն էր, որ մի անձ է բեմում, այսինքն մեկս մյուսից այնպես նուրբ ենք զգացել ու լրացրել, որ կարող եմ միայն ուրախանալ այդ փաստը։ Սա առաջինն է, սա առաջնախաղն է, ներկայացումը գնալով ապրելու է, զարգանալու է, ավելի հղկվելու է։ Էվայի գործը շատ բարդ էր, բայց կարծում եմ շատ հիանալի կատարեց ու դեռ մենք աշխատանքներ ունենք բոլորս մեր կերպարների շրջանակներում կատարելու, կարծում եմ լավ սկիզբ դրվեց ու մենք էլ մաղթում ենք լավ շարունակություն, որովհետև ես կարող եմ բոլոր յուրաքանչյուր հանդիսատեսի անունից ասել, որ դուք շատ սիրված, գնահատված մեր կողմից եւ ընդհանրապես հանդիսատեսի կողմից։ Ես ուզում եմ հիշեցնել հեռուստադիտողներին, որ ապրիլի 15-ին կա ֆանտաստիկ հնարավորություն դիտելու այս ներկայացումը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում։ Ես ավելացնել եթե կարելի է, որովհետեւ ամսի 15-ի տոմսերը հաշված են, մի քանիսն են մնացել։ Հաջորդը ապրիլի 29-ին է, համեցեք, սիրելի հանդիսատես։ Իսկ մայիսի 23-ին հաջորդն է, այսինքն ունենք եւս 3 ներկայացում 15-ին, 29-ին, խնդրում եմ հիշեք, կարևոր է, եւ մայիսի 23-ին։ Միայն ու միայն հաջողություններ, մենք ունենք ձեզ համար իհարկե պատրաստած նվերներ, ոչ թե միանշանակ օրվա խորհրդի, բայց նաև օրվա խորհրդի մեջ, որովհետև խնդրեմ, մեր սիրելի գործընկերները, Երեմյան կատնամթերք, այո, այսպես Երեմյան կատնամթերք։ Այո, մեր բոլորի կողմից սիրելի, առողջ սննդարար, ամենակարևորը եւ այդ մշակույթը տարածող, որը էլ ավելի կարևոր է, եւ իհարկե, ահա այսպիսի հրաշալի օրվա ամփոփում, որպես այդպիսին նվեր, ֆրունզիկ գինիներ ունեք մեր կողմից, որը անպայման կփոխանցենք ձեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, բաց մի թողեք մշակութային որևէ անդրադարձ, հատկապես նմանատիպ տաղանդավոր մարդկանց թեթև ձեռամբ։ Մենք շարունակում ենք եթերը, կարճատև ոլորտի տեսքով։ Դիտողներ, բարի առավոտ բոլոր նրանց, ովքեր որ հենց նոր միացան մեզ, մենք Seasons Park-ում, Seasons ռեստորանից ողջունում ենք ձեզ եւ ասում, որ տոնական եթեր ենք պատրաստել ձեզ համար, հատկապես Սաթենիկը եւ իր գործընկերը անպայման պետք է մեզ հրաշալի նախաճաշով ապահովեն, որովհետեւ դե գիտեք ինչ, աշխատում ենք այնպիսի պայմաններում, որ համապատասխան պայմաններով էլ պետք է նախաճաշենք միանշանակ, բայց մինչ տեղափոխվելը մեր այլ պայմաններով խոհանոց ներկայացնենք մեր հրաշալի գործընկերոջը։ Հարգելի հեռուստադիտողներ, հաճելի նորություն ունենք ձեզ համար։ 2025-ը Tonia's Family Company-ի համար հոբելյանական տարի է, քանի որ բոլորիս կողմից արդեն սիրված Zalato Tiesto ապրանքանիշը 20 տարեկան է։ Եվ համաձայն իր մենք կօգնենք որակով կարգախոսին
բաժին, արդեն 20 տարի է ինչ իր որակը բարձր պահելով մեզ հնարավորություն է տալիս խոհանոցում անկաշկանդ ստեղծագործել ու յուրաքանչյուր ուտեստ դարձնել էլ ավելի համեղ ու յուրահատուկ։ Դե Սաթենիկն էլ ամեն առավոտ պատրաստելով այս յուրահատուկ համեմունքներով մեր ուտեստերին տալիս է անկրկնելի համային երանգներ։ Ընդգծենք ու առանձնակի կարևորությամբ նշենք, որ ընկերությունն արտադրությունն ու փաթեթավորումն իրականացնում է Հայաստանում։ Իդեպ, բացի համեմունքներից, առաջարկվում է նաև կրուպեղենի մեծ տեսականի Մասիս ապրանքանիշով։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այս պահին տեղափոխվում ենք խոհանոց, որտեղ շատ հետաքրքիր ոչ պակաս շիլաշփոթ է։ Բարի առավոտ։ Արման, ինչպես նշեցիր, ես մենակ չեմ, ավելին ասեմ, ես Բարուլիսյան տաղավարում չեմ, աղետիկի հետ միասին պատրաստելու ենք համեղագույն աղցան եւ կրուասանով նախաճաշ։ Կխնդրեմ հեռուստադիտողներին մեկ անգամ եւս ասենք բարելիս, ովքեր հենց նոր միացան, եւ ասենք ինչ ենք պատրաստում։ Գուցե մարդիկ կգտնվեն, ովքեր բաց են թողել այդ պահը։ Կխնդրեմ հիշեցնեք մեկ անգամ եւս բաղադրիչները եւ ինչ ենք պատրաստելու։ Շատ բարի։ Այսօր պատրաստելու ենք բուրատայով եւ լոլիկով աղցան, որը համեմելու ենք պեստո սոուսով եւ պատրաստելու ենք կրուասանով եւ մարինացված իշխանձեփով, ձուկ աշոտով եւ թարխունի պեստոյով նախաճաշ։ Մեզ մոտ արդեն մթերքները կարելի ասել հավաքված են, մենք սկսելու ենք արդեն մեր աղցանը հավաքել։ Շատ բարի։ Ես տեսնում եմ դուք ձեռնոցներ արդեն հագել եք, կարող եք անցնել աշխատանքի։ Մեզ հարկավոր է ռուկոլան եւ մեր Երեմյան ապրանքանիշի բուրատա պանիրը, ես փորձել եմ անգլիական համոնի, զգուշությամբ կտեղափոխենք մեր ափսեի մեջ։ Այ խոսենք Երեմյան հյուրընկալության եւ խոհարարական արվեստի ակադեմիայի մասին։ Այն մի նոր նշաձող սահմանեց խոհարարական արվեստում։ Ինչով է առանձնանում ակադեմիան։ Կխնդրեմ, որպեսզի այդ հարցին պատասխանեք, որովհետեւ շատ ենք խոսում, բայց ունի ամեն դեպքում իր գաղտնիքները։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, մեզ մոտ իհարկե կուզենամ խոսեմ նախ խոհարարության մասին։ Խոհարարությունը շատ հետաքրքիր մասնագիտություն է, ստեղծագործ մասնագիտություն է եւ այս ստեղծագործ աշխատանքի համար իհարկե պետք է ունենալ ստեղծագործ միտք։ Սեր խոհանոցի հանդեպ։ Սեր խոհանոցի հանդեպ իհարկե առանց սիրո չի կարող լինել լավ խոհանոց։ Նշեցիք նաեւ, որ ավելի քան 20 տարի դուք խոհանոցում եք։ Այո։ Ինչն է ձեզ պահում խոհանոցում, որ չեք հոգնում։ Գիտեմ, հեշտ չէ, ոչ միշտ այսպիսի բացության տեղում է խոհարարը կարողանում ստեղծագործել, չէ՞, ճիշտ է։ Իհարկե։ Որն է ձեր գրավականը։ Ասեմ ձեզ, խոհանոցը, խոհարար լինելը, դա կարելի է ասել ապրելակերպ է։ Համաձայն եմ։ Շատ պետք է սիրես, որպեսզի դառնաս շատ լավ խոհարար, էլ չեմ ասում, շեֆ խոհարար դառնաս։ Դա տարիների փորձն է, որը որ աշխատելով արդեն հմտանում ես եւ նոր կարելի ասել դառնում ես շեֆ խոհարար։ Համաձայն եմ ձեզ հետ։ Կուզենայի նաեւ խոսել շեֆ խոհարարի կարևորության եւ դերի մասին։ Շեֆ խոհարարը պետք է ունենա առաջնորդության հմտություններ, լինի թիմի առաջնորդ, պատասխանատու լինի իր թիմի եւ խոհանոցի համար։ Իհարկե նաեւ համբերատար լինի շատ։ Միանշանակ։ Որ հանկարծ չվարվի, կարողանեք համերը ճիշտ համադրեք։ Ես կուզեմ ներողություն եմ խնդրում այս պահի ներկայացնել մեր գործընկերոջը, խոսքը Աթենքի մասին է։ Դեպ առաջարկում է սարդելկաներ, որոնք շատ արագ պատրաստվում են։ Այս պահին հեռուստաէկրանների առաջ են, հեռուստադիտողներն էլ տեսնում են։ Աթենք մսամթերքը կարևորելով բացառապես բարձր որակն ու շարունակելով լավագույն ավանդույթները, առաջարկում է սարդելկաներ, որոնք սերունդներին հիշեցնում են մանկության անմոռանալի համերը։ Աթենք մսամթերքը հոգացել է դեր մասին, կարևորելով ժամանակն ու միաժամանակ համեղ ուտելը, հիշեք, որ սարդելկան արդեն պատրաստի է եւ ուտելուց առաջ անհրաժեշտ է պարզապես տաքացնել։ Իդեպ գիտեիք, որ Խորհրդային Միությունում սարդելկան լայն տարածում ուներ հենց արագ, հեշտ պատրաստվելու հատկության շնորհիվ։ Ես բաց թողեցի, այստեղ ինչ արեցիք, որ սոուս ավելացրեցիք վրան։ Այստեղ արդեն պեստո սոուսով։ Պեստո սոուսը դուք եք պատրաստում։ Այո, իհարկե։ Խնդրեմ ասեք, որովհետև եթե գաղտնիք կա, արդյոք դուք գաղտնիքներով կիսվում եք։ Միանշանակ։ Կիսվում եմ։ Ուրախ եմ։ Կխնդրեմ հիմա հեռուստադիտողներին էլ ասեք, որովհետև ես պատրաստում եմ եւ պահում եմ սառնարանում։ Հիմա հեռուստադիտողները թող իմանան, ինչ բաղադրիչներով կարելի է համեղ պեստո սոուս պատրաստել եւ ցանկացած կերակուրի հետ կարելի է համադրել։ Վերցնենք շատ թարմ բազելիկ։ Պարմեզան պանիր։ Լավ։ Սոճ ընկույզ։ Լավ։ Ընկույզ, սխտոր,
Սխտոր իհարկե, կիտրոնի հյութ, թարմ կամած, ձիթայուղ, մաղադանոս։ Մաղադանոս հարկավոր չի։ Հա, ես ավելացնում եմ։ Գույնի համար կարելի է նաև մաղադանոս ավելացնել, եւ իհարկե կարելի է մի փոքր արևածաղկի ձեթ ավելացնել զուտ թեթևացնելու համար։ Իհարկե խորտ կտամ մեր հերոստատիտողներին պարտադիր օգտագործել էքստրա վերջին ձիթայուղը, որը ավելի պատասխան եւ համահունչ է։ Մենք այստեղ կրուասանների հետ ինչ արեցինք, պատրաստ է։ Կրուասանները դեռ տաքացրել ենք, հիմա կսկսենք նաեւ կրուասանները պատրաստել։ Մենք այստեղ կձևավորենք նախընտրելի նախաճաշի տարբերակներ ավետիք։ Նախաճաշի տարբերակները սիրում եմ, ես նույն պատրաստած նաեւ այս նախաճաշն եմ սիրում։ Իհարկե սիրելիների շարքում շատ են, այդքանը երևի թե ժամանակը չէ։ Իսկ տանը հասցնում եք պատրաստել։ Տանը շատ հազվագյուտ եմ պատրաստում, քանի որ աշխատանքի։ Այս պահին, եթե թույլ տաք ներկայացնեմ մեր մյուս գործընկերոջը, խոսքը Goods AM-ի մասին է, ձեր էկրաններին է, ես էլ ինչպես միշտ ներկայացնում եմ։ Արդեն իսկ հարազատ դարձած ձեր գործընկերոջը Goods AM-ին, որը բացի այն, որ IKEA բրենդի ամենամեծ ներգրողն է, նաև կենցաղային տեխնիկայի եւ տնտեսական ապրանքների ամենամատչելի վաճառողն է Հայաստանում։ Ինչու գնալ խանութ, բոլոր գնումները ծանր տեղափոխել տուն, եթե կարող եք բազմոցին նստած, հանգիստ առանց շտապելու, ընտրել օրինակ ձեզ հարմար մազերի շամպույնը կամ լվացքի փոշին, ընդ որում ավելի մատչելի, քան ցանկացած սուպերմարկետում, եւ ստանալ արդեն իսկ ձեր տանը։ Չմոռանամ նաև նշել, որ այդ հնարավորությունը Goods AM-ը ոչ միայն ընձեռնել է Երևանի բնակիչներին, այլ ամբողջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ Goods.am օնլայն հիպերմարկետը Հայաստանում։ Դե ինչ, մենք շարունակենք իհարկե պատրաստել արդեն կրուասաններով նախաճաշը։ Մեր գործընկերները այնտեղ սպասում են, որպեսզի ես խոսքը փոխանցեմ իրենց, Արման, Լիլիթ, խոսքը ձերն է։ Մենք այստեղ իհարկե նորից կմիանանք, ասենք թե ինչ արեցինք, ինչը բաց թողեցինք, լավ։ Շնորհակալություն Սաթ, դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, մենք դեռ ունենք հյուրեր, որոնց հետ շատ կարևոր եւ հետաքրքիր թեմաների շուրջ զրույցներ ենք ծավալելու, այնպես որ այս պայն կարճատև դադարում ենք, որից հետո կվերադառնանք, մնացեք մեզ հետ։ Շատ սիրելի հեռուստադիտողներ, պետք է ասենք, որ փաստացի 1/4 դար Ֆինկան շարունակում է լինել իր հաճախորդների կողքին մատուցելով որակյալ եւ հուսալի ֆինանսական ծառայություններ։ Այն դարձավ շատերի համար աջակցության ամենակարևոր օղակը հաջողության եւ առաջընթացի համար։ Ֆինկան տարիներ շարունակ աջակցել է կանանց, օգնելով նրանց կայունացնել իրենց ֆինանսական վիճակը, ստեղծել եւ զարգացնել բիզնեսներ եւ այսօր ապրիլի 7-ին ձեզ համար հարգելի կանայք շատ լավ առիթ է ավելի ուշադիր լսելու այս ամենը։ Այսօր էլ Ֆինկան շարունակում է կարևոր գործառույթությունը եւ աջակցությունը ամենատարբեր ոլորտներում ներկայացնենք մեր հյուրերին։ Մեր հյուրերն են Ֆինկա Հայաստանի մարքեթինգի վարչության ղեկավար Իրինա Բալայանը եւ գլխավոր կոմերցիոն տնօրեն Վարդան Հարոյանը։ Բարի լույս։ Հարգելի Իրինա, մենք ձեզ շնորհավորում ենք For You-ի կողմից այս գեղեցիկ ծաղկեփունջը սիրով հանձնում ենք ձեզ, թող ձեր առավոտները, երեկոները սկսի ծաղկեփնջերով եւ իհարկե խնդրում եմ ներկայացրեք կանանց միամսյակին, մենք գիտենք, որ Ֆինկան մի շատ կարեւոր կանանց հզորացումն ու ֆինանսական հնարավորություն է ընդլայնում է արել եւ Ֆինկան հետաքրիր է ինչով է հատուկ առանձնացնում կանանց այս պարագայում։ Երբ թե ես կսկսեմ, ուզում եմ նշել, որ Ֆինկան նախ միջազգային կառույց լինելով իր ռազմավարության եւ մշակույթի մեջ շատ կարեւորում է կանանց դերը եւ ինչպես մեր ներքին աշխատակազմի, այնպես էլ հաճախորդների, նաեւ այն երկրներում, որտեղ որ գործունեություն է ծավալում, առաջնային տեղում է կանանց հզորացումը, նրանց թե կրթական, թե բիզնես ոլորտներում, թե նրանց անձնական աճի նպատակով գործառույթների իրականացումը, այդ ամենը մեր ռազմավարական եւ մշակութային կարևոր ուղղություններից մեկն են։ Իսկ կանայք ինչ ներդրում ունեն մեր այսպես տնտեսության զարգացման ոլորտում։ Հետաքրքիր է։ Վարդան դուք ավելի համարձակ։ Իհարկե, շատ կարևոր հարց է։ Առանցքային է նաեւ հայաստանյան գյուղատնտեսության եւ նորաստեղծ ձեռներեցության մեջ կանանց դերը, որտեղ վերջին ժամանակները, վերջին տասնամյակում շատ է զգացում կին ձեռներեցների կողմից ստեղծված բիզնեսների եւ գյուղատնտեսական բիզնեսների ակտիվացումը։ Մենք ունենք հատուկ իրենց համար նախատեսված ծրագիր, նոր սկսվող բիզնեսներին աջակցության ծրագիր, որով ոչ միայն ֆինանսավորում ենք կին ձեռներեցներին, այլ նաեւ խորհրդատվական եւ կրթական ծրագրեր ենք մատուցում, որպեսզի այդ ամբողջ արժեշղթան հակվի ֆինանսավորումից մինչեւ կրթություն եւ նորարարություն։
Հետաքրքիր է, կանայք ավելի են հաջողում, որպեսզի ուղղվածությունը դեպի կանայք են։ Երբեմն այո։ Ավելի սառն են դատում եւ ավելի շրջահայաց են հաճախ գտնվում եւ հետեւաբար նաեւ որոշ դեպքերում նաեւ շատ ավելի լավ են հաջողում։ Հիմա ձեզ նայում են վստահաբար շատ կանայք, որոնք որ դեռ չեն սկսել իրենց ստարտափերը, իրենց, չգիտեմ, զարգացման պլանը չունեն, իսկ Ֆինկան այդ առումով իսկապես նրանց հնարավորություն է տալիս։ Խնդրում եմ ասեք, ինչ ֆինանսական հնարավորություն է տալիս Ֆինկան հենց կանանց համար, ովքեր այս բանը հիմա ձեզ դիտում են։ Տեսեք, ֆինանսական հնարավորություններից ելնելով կարող եմ նշել, որ քանի որ մենք վարկային կառույց ենք, ֆինանսական կառույց ենք, մենք մեր պրոդուկտների ամենամատչելի տարբերակը հենց կանանց համար է եւ բավականին շուկայի մրցակցային պրոդուկտ ունենք կանանց բիզնեսի սկսելու, զարգացնելու նպատակով։ Բացի դրանից, Ֆինկան իրականացնում է բազում ծրագրեր ուղղված կանանց կրթական զարգացմանը, մասնագիտական աճի զարգացմանը։ Այդ ծրագրերից են օրինակ կանայք գյուղատնտեսությունում, կանայք բիզնեսում, որը որ իրականացնում ենք մեր սոցիալական պատասխանատվության շրջանակում ամբողջ Հայաստանի կանանց համար, նրանք ովքեր ցանկություն ունեն զարգացնելու իրենց գյուղատնտեսությունը կամ բիզնեսը։ Բարձրագույն կրթությունը կարևոր է, թեև դա մեր հաջորդ հարցն էր, բայց մի քիչ էսպես խորացված հարց։ Ոչ իհարկե կարևոր չէ, կարևորը մարդու ձգտումն է, այս դեպքում ցանկությունը, գաղափարը, այո, եւ ներքին վստահությունը եւ հավատը, որ ստացվելու է իր մոտ։ Վերադարձանք, մենք հոլովակի ընթացքում էլ խոսում ենք Լիլիթը տարիքային այսպես առանձնահատկությունների մասին էր խոսում։ Այո, պարզվեց, որ մինչև 70 տարեկան անձիկ կանայք կարող են դիմել եւ ստանալ ֆինանսական աջակցություն, սկսել իրենց բիզնեսը, զարգացնել ու ստեղծել ավելի լավ կյանք։ Մեզ խնդրում եմ նաեւ պատմեք, վստահաբար հոլովակից էլ պարզ էր, դուք ունեք ձեր success story-ները, հաջողակ պատմությունները, ինչ հաջողակ կանայք ինչպես են մարտավարությունը մշակել եւ զարգացրել ձեր աջակցությունից հետո։ Հաջողակ կանայք շատ են, կան նորարար նորաստեղծ գաղափարներով ձեռներեցներ, օրինակ միկրոկանաչիներով զբաղվող կին ձեռներեցներ ունենք, կա ձեռներեցքին, ով զբաղվում է առողջարար ալյուրով եւ դդմից պատրաստված ալյուրով պատրաստվող կարկանդակների արտադրությամբ, կան կին ձեռներեցներ, ովքեր զբաղվում են ազգային զարդանախշերով արտադրվող զարդերի արտադրությամբ, այսինքն մենք փորձում ենք նաև այդ յուրահատկությունը առաջ մղել այլընտրանքային ձեռներեցական միտքը, որպեսզի նաև դա զարգանա երկրում։ Այսպես ասած, դուք կոտրում եք դարի ստերեոտիպը, this is the men's sport։ Հակառակը սա նաև կանանց յուրահատուկ ժամանակաշրջանն է հաջողելու համար։ Իսկ կան արդյոք նոր ծրագրեր, որոնց մասին կուզեք խոսել։ Այո, ծրագրերը բազմատեսակ են։ Կուզենայի նշել գալիք մեր եւ կանանց եւ ինչ չէ նաեւ այլ ֆերմերների համար շատ կարևոր պրոյեկտ ենք նախաձեռնել, շուկայում լավագույն մասնագետ գյուղատնտես գիտությունների տեխնացու, այսպես ասած, մասնագետի կողմից ունենալու ենք on-line կրթական այսպես շարք, դասընթաց չէ, ավելի շատ կրթական կարճամետրաժ սեմինարներ, փոքր տեսանյութեր, որոնք ավելի պրակտիկ գիտելիքներ կփոխանցեն մեր գյուղատնտեսության զբաղվող թե կանանց եւ թե տղամարդկանց։ Արդյոք դա միայն գործում է ձեր հաճախորդների համար։ Ոչ, իհարկե ոչ, դա ամբողջությամբ լինելու է բաց, հասանելի բոլորին եւ մեր սոցիալական էջերում անպայման անդադ ապդեյթներ կանենք, թարմացումներ կանենք եւ ովքեր որ կհետևեն նաև կտեսնեն այդ բոլոր կրթական պրոյեկտները։ Ես ուզում եմ նշել, որ նաև մենք նախորդ տարիներին իրականացրել ենք կանայք գյուղատնտեսությունում եւ կանայք բիզնեսում պրոյեկտները, որոնք նույնպես եղել են ոչ թե մեր հաճախորդների, ոչ միայն մեր հաճախորդների համար, այլ հենց Հայաստանի ամբողջ համայնքների կանանց համար եւ բաց է եղել այդ մրցույթը եւ մենք մեր մարքեթինգային արշավները իրականացնելիս եւ սոցիալական պրոյեկտներ իրականացնելիս չենք ֆիքսվում մեր հաճախորդների վրա։ Ուզում ենք համայնքային լինի, այո։ Հետաքրքիր է, դուք այսպես բոլոր կանանց խրախուսում եք, ինչպես է Ֆինկայի ներսում կանանց խրախուսումը այս պարագայում եւ թիմի ներսում կարեւոր է, որ այսպես
ֆինանսական ոլորտում լինի, խնդրեմ Վարդան։ Այո, իհարկե, շատ հետաքրքիր հարց է։ Մեզ մոտ կան նաև ներքին որոշակի ցուցիչներ, որոնք մենք պետք է պահպանենք, օրինակ կանանց թիվը ընդհանուր աշխատակիցների թվականակում, կանանց թիվը միջին օղակի ղեկավարների, ինչպես նաև top management-ում, դրանք պարտադիր ցուցիչներ են, որոնց հստակ հետևում ենք, ինչպես նաև ունենք ներքին աշխատակիցների համար կանանց առաջնորդության ծրագիր եւ ընտրված ամեն տարի 20-25 կանայք ընտրվում են եւ իրենք հատուկ mentorship ծրագիր են անցնում, որպեսզի դառնան ապագա լիդերներ իրենց ոլորտներում։ Դե ինչ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար եւ վերջում հետաքրիր ասեք Ֆինկայի շնորհիվ որքանով է փոխվել գործարար աշխարհը կանանց աջակցության շնորհիվ եւ նրանց ներգրավվածության շնորհիվ։ Դե քանի որ ի սկզբանե նշեցիք 1/4 դար Ֆինկան Հայաստանում է եղել, ինքներդ եւ մեր հեռուստադիտողը նույնպես կարող է ենթադրել, թե ամեն տարի այսքան պրոյեկտներ իրականացնելիս ինչքան բան կփոխվի համայնքներում եւ առհասարակ Հայաստանում։ Եվ օգտվելով առիթից Ֆինկայանից կուզենայինք շնորհավորել այսօր գեղեցկության տոնը եւ մեր կանանց մաղթել, որ բացի նրանից, որ լինեն ուժեղ, նաեւ լինեն գեղեցիկ միշտ։ Հրաշալի գեղեցկությունը շատ յուրահատուկ է, այս մեր գործընկերոջ կողմից, Երեմյանների կողմից ձեզ սիրով կհանձնենք ահա այս զամբյուղները բնական եւ անարատ կատնամթերքով եւ առողջ տեսականիով զամբյուղը, որպեսզի շարունակեք բարի գործեր անել, արդեն առողջ եւ առողջարար ամենակարևորն է, ինչպես նաեւ մեր գործընկեր Պրոշյան գործարանի կողմից այս հրաշալի ֆրունզիկ գինիների այսպես կհանձնենք ձեզ։ Տեսականին ունեք, այո։ Երեկոյանի վերջո այս ծանր աշխատանքից ֆինանսական հաշվարկներից հետո ձեզ պետք է լիցքաթափվել անպայման։ Ձեզ շատ լավ օրենք մաղթում, ծաղկե փնջերով, առատ եւ անարատ։ Այսօրվա եթե։ Թող այսպես բոլոր առավոտները ձեզ սկսեն եւ իհարկե մենք արդեն նշեցինք, որ ֆրունզիկի գինիները նույնպես ձեզ կհանձնենք։ Հարգելի հեռուստադիտողներ, հիմա մեր եթերում կարճատև դադար է, եղանակն էլ ոնց որ թե չի բացվում, բայց ջերմաստիճանը 2 աստիճանով ավելացել է։ Մեր տաղավարում այո, ջերմությունը ամեն դեպքում տիրում է։ Գովաստ, հետո շարունակենք։ Մենք էկրաններին ենք սիրելի հեռուստադիտողներ, դա նշանակում է, որ հետաքրքիրն առջևում է։ Ապրիլի 7-ի առիթով մեր շատ սիրելի կանանց եւ մայրիկների համար հրաշալի նորություններ ունենք։ Միլանա Սպա եւ T-Medi էսթետիկ բժշկական կենտրոնն առաջարկում է ոչ միայն լավագույն ու սպասված, այլ նաեւ համալիր ծառայություններ։ Այցելելով մի վայր դուք կգտնեք ամեն ինչ, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Երջարգացած առօրյայում կարծում ենք սա իսկապես հրաշալի լուծում է, հատկապես որ կենտրոնն հագեցած է նաեւ մայրիկների լիարժեք հանգստի մասին։ Շատ հետաքրքիր նորություններ ու մտահղացումների մասին մենք այսօր կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այո, սիրով ներկայացնեմ, տաղավարում են Միլանա Սպա եւ T-Medi էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր տնօրեն Տիգրանուհի Կարապետյանն ու Միլանա Սպա կենտրոնի ղեկավար Նարինե Կարախանյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհավորում ենք ձեզ ապրիլի 7-ի կապակցությամբ, այս ծաղիկները ձեզ, մաղթում ենք, որ ձեր օրը այսպեսի ծաղկաշատ սկսվի եւ ընդհանրապես կանացի լիարժեք առողջություն եւ երջանկություն ենք մաղթում ձեզ, ինչը դուք անում եք մեր կանանց համար։ Սկսելով հարցազրույցը, ես գիտեմ, որ Միլանա Սպայում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, որպես այդպեսին եկեք մի փոքր էքսկուրս անելով հասկանանք, թե ինչից սկսեցիք, ինչ փոփոխությունների ենթարկվեցիք եւ դեռ ինչեր կան առջևում սպասվող։ Իրականում ճիշտ եք նկատեմ, մեզ մոտ փոփոխություններ շատ կատարվեց եւ այդ ամեն ինչը մեզ թելադրեցին հաճախորդները, քանի որ ի սկզբանե գաղափարները այլ էին եւ պահանջարկը արդեն ինքնըստինքյան էր ստացվում։ Մենք ավելացրել ենք շատ ծառայություններ եւ առիթից օգտվեմ ասեմ, որ մենք հիմա ունենք շատ գեղեցիկ մի ծառայություն, մամա աղջիկ ծառայություն, երբ որ մամաները կարողանում են այցելել մեր սպա կենտրոն իրենց փոքրիկ բալիկների հետ, սկսված 4 տարեկանից մինչև 18-19 տարեկան։ Շատ փոքրիկ երեխաների համար ունենք շատ հետաքրքիր զոնա, փոքրիկ բասեինչիկի մեջ, հենց մամայի աչքի առջև երեխային սպասարկվում, իսկ մաման օգտվում է արդեն մերսման կամ պիլինգի ծառայությունից, նայած թե որն է ցանկանում։ Մեր մասնագետները հատուկ աշխատում են փոքրիկ երեխաների հետ եւ ընտրված է մասնագետներ, որ հենց ունի կրթություն փոքրիկ երեխաների հետ աշխատելու եւ նաեւ ունենք մերսման մի հետաքրքիր ծառայություն, որը կոչվում է այսպես ասած ռելաքս մերսում եւ բուժական մերսում, որը հենց կոչվում է էլի մամա աղջիկ ծառայություն
ծառայության համար է, որտեղ աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր տիրապետում են բուժական գծով ինֆորմատիվ մկանային խորը մերսման ծառայություններին։ Այս երկու ծառայությունները մեր մոտ նոր են ու դա արվեց նրա համար, քանի որ մենք տեսնում էինք, որ շատ պահանջարկ կար, որ մամաները ցանկանում են գան, իրենց ժամանակը անցկացնեն, հետաքրքիր ստացվի, բայց քանի որ ունեն երեխաներ ու փոքրիկ երեխաներ հնարավոր չէ, այդ իսկ պատճառով մենք տենց որոշեցինք, որ այս ծառայությունն ունենանք, որ մամաների հոգսը թեթևացնենք։ Իսկ էսթետիկ առումով Դիմեդի բժշկական կենտրոնը եւ էսթետիկ միջամտության կենտրոնը ինչ ծառայություններ է մատուցում։ Դիմեդին մատուցում է կոսմետոլոգիական ծառայություններ, ոնց որ բոլոր էսթետիկ բժշկական կենտրոններում, նույնը մեզ մոտ, բոտեքսներ, ֆիլերներ, ներարկումներ տարբեր տեսակի, կատարվում են դեմքի խնամքներ, ունենք շատ յուրահատուկ ապարատուրային ծառայություններ, որ Հայաստանում այդ ապարատուրաները գրեթե չունեն, աչքերի կոպերի ոչ վիրահատական միջամտությունը, որը աղջիկների կողմից շատ պահանջված է, եւ ունենք շատ հետաքրքիր Ալեքսանդրիտային ապարատ, որը անցավ է 2024 թվականի է, ինքը հենց օրիգինալ ապարատն է, որի պահանջարկը Հայաստանում ի զարմանալից բավականին բարձր եւ շատ պահանջված էր։ Դրա համար մենք ձեռք բերեցինք այդ ապարատուրաները։ Ի գիտություն, սիրելի կանայք, ինձ հետաքրքիր է դուք քանի որ ոլորտի առաջատարներից եք եւ դա այդպես է, փաստում են ձեր ծառայությունները, առաջարկվող նորությունների հետ մեկտեղ եւ փոփոխությունների, ինչպես եք կարողանում միշտ մեկ քայլ առաջ լինել կամ պահպանել ձեր ուրույն տեղը այս ոլորտում, որն է ձեր հաջողության գրավականը, եթե ինքներդ ձեզ որպես այդպեսին կողքի աչքով նայեք։ Իհարկե կատարելագործվելու տեղ միշտ ունենք եւ միշտ ձգտում ենք ինչ որ շուկային հետևել, համաշխարհային շուկային հետևել, ինչ նոր տրենդեր կան, ինչ նոր առաջարկներ, նոր ծառայություններ եւ ձգտում ենք հասնել մենք էլ ունենալ այդ բոլորը առաջարկել մեր ժողովրդին։ Եկեք խոսենք մի փոքր Միլանա Սպայում գործող մերսման ծառայությունների մասին, հետաքրքիր է այստեղ էլ փոփոխություններ տեղի ունեցել են կամ ինչպիսի ծառայություններ եք մերսման տեսքով առաջարկում արդեն այցելուներին։ Ունենք մերսման հավաքական ինչ որ նոր ստեղծված ծառայություններ եւ ամենակարևորը որ ձգտում ենք մասնագետների ավելի կատարելագործմանը, միշտ պրոֆեսիոնալիզմի ավելի բարձրացմանը։ Այն ինչ որ կարելի է մատուցել ծառայություն ուղղակի մատուցել եւ այն ինչ որ մարդը գա եւ լիովին հագեցված մեր մոտից դուրս գա։ Հիմնականում մեր գրավականը դա է, որ անել ամենը Գլխամաշկի մերսման ծառայությունն է ձեզ մոտ նորություն, խնդրում եմ դրա մասին խոսեք, որովհետև շատ հետաքրքիր է։ Եվ վստահ եմ չկա այդպիսի մեկը, թե հեռուստադիտողների եւ ընդհանրապես թե մեր շարքերում, որ գլխի մերսման հետաքրքրություններ չունենա կամ սեր կամ տեսեք, կրեատիվ։ Ես ուղղակի անցնում եմ, չխանգարեմ ձեր զրույցը։ Ռոբերտ Մարտիրոսյան։ Զրուցեք, որ ձեր զրույցը չխանգարեմ ու ասեմ ինչու եմ եկել, որովհետև պատահական անցնում էի այս գեղեցիկ վայրում։ Շարունակենք, կներեք, որ ընդհատեցի։ Մենք հասել ենք այդտեղ, Ռոբերտ, վստահ եմ, որ դուք էլ կսիրեք գլխամաշկի մերսում։ Ես գլխամաշկի մերսումից եմ գալիս։ Միլանա Սպայից։ Միլանան, հա ձերը։ Ես այս Միլանայից գալիս, Սայաթնովայի վրա չի, ես գալիս եմ Միլանայից հանգիստ գլխով։ Բայց սառը։ Բայց սառը, այո։ Միլանա Սպայում հրաշալի մերսման ծառայություններ են առաջարկում, մենք կանգ ենք առել գլխի մերսման վրա, որը որ նորություն է մերսման փաթեթում, հետաքրքիր է ինչպիսի ցանկություններ ինչպիսին են արձագանքների տեսքով, այցելուների տեսքով, ինչ արձագանքներ եք դեպ ստանում։ Դե հիմնական պահանջը գլխամաշկի սպայի դա ռելաքսացիան է, հանգստացնող մերսում է ինքը համարվում, բայց նաև հետը կատարվում է գլխամաշկի խնամք, ինչ որ թերապիաներ անում ենք, կոնկրետ նյութերով աշխատում ենք, որ համ օգտակար լինի, համ հաճելին միացնի։ Ռոբերտ, խնդրում եմ, գծեք ձեր Ես հիմա կներեք, որ սենց ներխուժեցի ձեր զրույցի մեջ, ես անցնում էի։ Այստեղով անցնում եմ։ Այո, քանի որ այսօր ապրիլի 7 է, մի քիչ սենց մի քանի վայրկյան րոպե ուշացումով շնորհավորենք կանանց եւ մայրերին ապրիլի 7-ի շնորհիվ։ Հիմա Seasons Park-ում գեղեցիկ ոնց որ տոնավաճառ վաճառք է։ Ես գիտեի, որ դուք ուղիղ եթերում եք եւ ուզեցի նվեր բերեմ ձեզ անպայման։ Հարգելի կանայք եւ մայրեր, այս գեղեցիկ կովիկը երևի։ Այս գեղեցիկ կովիկը ձեզ։ Ձեզ ճուտիկը, գեղեցիկ ճուտիկ ձեզ։ Մեղում նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ։ Նվիրում մեղում եւ այս ճապոնական անիմե մուլտֆիլմերի
Տոտորոն ուր է Սաթենիկը։ Սաթենիկ ջան, ձեզ համար նույնպես նվեր ունենք։ Այո, Սաթենիկն էլ իր տեղում է, իհարկե ստեղծագործում խոհանոցի տեսքով։ Սա խոստանում ենք կփոխանցենք։ Սա կփոխանցեն, սա այստեղ գեղեցիկ էլի եմ կրկնում, տոնավաճառ է եւ կարող եք գալ անպայման Seasons այգի։ Եվ Նաև ես հերոստատուսով տեսա, որ դուք ունեք Երեմյան պրոդուկտի կատնամթերք։ Այո, ահա խնդրեմ ձեզ։ Ես եկել եմ նաև ոնց որ վերցնեմ իմ բաժինը, ճիշտ է, ես չունեի բաժին, բայց հանդգնում եմ եւ ուզում եմ ինչքան ըմպելի յոգուրտ ունեք, տանեմ ինձ հետ, որովհետեւ ես միայն օգտվում եմ իրենց արտադրանքից ու կարելի է մեկ շաբաթվա վերցնել եւ չվճարել դրա համար։ Օ, այդպես լինում։ Ինձ կտա Երեմյան, օրինակ ձեր գործընկերը կտա ինձ, ես սիրում եմ օրինակ ազնվամորու համով։ Խնդրեմ, միանգամից ձեր ասածի վրա Ռոբերտ հայտնվեց ազնվամորու յոգուրտը։ Ես ձեր թույլտվությամբ, էլի, որովհետև ես միշտ ձեր սպայից օգտվելուց հետո գալիս եմ սա խմում եմ, ինքը ասես մի անգամից հանգստացնում է։ Խամաշկի սպայից հետո, այո։ Անուշ։ Ամպելի յոգուրտ, սա խմում էին մեր պապերը։ Սա չէին խմում մեր պապերը, ավելի ճիշտ։ Ամպելի յոգուրտ, սա չէին խմում մեր պապերը։ Այո, սա չէին խմում, իրոք չէ, շատ համեղ է, որովհետև կատնամթերք ես շատ եմ սիրում, իսկ կատնամթերքների այդ Օլիմպում վերին մասում կանգնած է ինձ համար ամպելի յոգուրտը միշտ։ Ռոբերտ, շնորհակալություն այս հետաքրքիր միջամտության համար։ Այո, չխանգարեմ, ես գնամ իմ գործերով, կներեք, որ ներխուժեցի։ Ռոբերտ, տեսեք չենք սահմանափակում ազնվամորով, այլ ամբողջ փաթեթ։ Շնորհակալություն, բայց ես կարող եմ այդտեղից 3 հատ ըմպելի յոգուրտ ավել վերցնել, մի հատ խնդրում եմ կմոտենաք, այդ 3 հատն է տվեք, խնդրում եմ մի ափսոսեք։ Դրեք այստեղ, շնորհակալություն։ Ես գիտեմ, որ ձեր ձեռը փող շատ կա։ Ում հետ եք կիսվելու այս կատնամթերքը։ Ոչ մեկի։ Միայն վայելելու եք միայնակ։ Այո, իդեպ Երեմյան պրոդուկտի մյուս կարգախոսը ինձ համար, Երեմյան պրոդուկտ մի կիսվիր ոչ մեկի հետ։ Վայելին այն միայնակ։ Այո, միայնակ, շնորհակալություն, լավ, չխանգարեմ, ես գնամ, որովհետև վաղ էլի ձեր մոտ ես պրոցեդուրաների եմ։ Շնորհակալություն, ստեսություն։ Դեն սիրելի հեռուստադիտողներ, ահա այսպիսի միջամտություն, բայց մենք շարունակում ենք, խոսում ենք Միլանա Սպա եւ Տիմեդի բժշկական էսթետիկ բժշկական կենտրոնների մասին եւ կանգ առանք գլուխամաշկի մերսման վրա։ Դա իհարկե արդեն քննարկեցինք եւ խոսեցինք, որ ամենահաճելի իդեպ պրոցեդուրաներից մեկն է մերսման փաթեթներում։ Հաճելիներից մեկը անգամ։ Դե եկեք մի փոքր անդրադառնանք Տիմեդի էսթետիկ բժշկական կենտրոնին, չնայած որ արդեն ասացինք, որ կա Ալեքսանդրի գերժամանակակից սարք, որը մեծ պահանջարկ ունի, էլ ինչ նորամուծություններ կան, որ այցելուները կգտնեն ձեզ մոտ։ Ես իրականում շատ կուզեի Տիմեդիում առանձնացնել մեր պադալոգիայի ծառայությունը, հատկապես հիմա եղանակային պայմաններն արդեն այնպիսին են, որ մենք սկսելու ենք բաց կոշիկներ հագնել, իսկ ձմեռվա փակ կոշիկները միշտ մարդկանց մոտ եղունգների ներաճ են առաջացնում, ցավ են առաջացնում, իսկ մեզ մոտ աշխատում է շատ պրոֆեսիոնալ մասնագետ, ով հենց տիրապետում է ոլորտին, դեռ շատ առաջատարներից է, ով ուսումնասիրել է պադալոգիան եւ կցանկանայի մարդկանց տեղեկացնել, որ եթե ոտքերում ախտահարված մաս ունեն, եթե մտածում են, որ դա սնկային է կամ եղունգի դեֆորմացված իրավիճակ ունեն իրենց ոտքերում, խորհուրդ կտայի այցելեին մեզ, որովհետև իսկապես արդյունքը տեսնելուց հետո մարդիկ կհասկանան ինչի մասին եմ ես խոսում, որը իմ կարծիքով ցանկացած աղջիկի համար շատ կարևոր է։ Այո, ոչ միայն աղջիկների համար, նաև տղամարդկանց համար, այո, էսթետիկ։ Հատկապես տղամարդիկ շատ բոթասներ են հագնում, որը որ սեղմում է ու դրանից հետո կարծում եմ անհրաժեշտություն կա պադոլոգի մոտ այցելուց։ Այո։ Շատ լավ, քանի որ մամա աղջիկ այս ծրագիրը շատ կանչող եւ գրավող ծրագիր է որպես այդպեսին, կան հստակ երեխաների համար օրինակ հատկացված խնամքներ։ Այս դեպքում բնականաբար ոչ մերսման կամ ոչ մազահեռացման այս դեպքում դրա խնդիրը բնականաբար չունենք, բայց հատուկ երեխաների համար որպես այդպեսին զբաղեցնող ծառայություններ, ինչ կա առանձնացված ցանկ։ Իրականում դաժե անգամ այդ ծրագրային շրջանում մենք ունենք մի շարք առանձնացված պրոցեդուրաներ, մանկական խնամքներ կան, որ կատարվում են, երբ որ ընտրում են պիլինգ կամ
բասեին հասկացողությունը, այսինքն ավելի ճիշտ ջակուզի հասկացողությունը, այդ ժամանակ ջրային զոնան է։ Դրանից հետո կատարվում է հյուրասիրություն մամային եւ երեխային տրամադրվում է բնական հյութեր եւ հյուրասիրություն ինչ որ մենք ցանկացած հաճախորդի ընդունում ենք։ Իսկ եթե նախընտրում են ռելաքս ծառայությունը կամ բուժականը, այդ ժամանակ ուղղակի մանկական յուղերով հենց հատուկ երեխաների համար նախատեսված մասնագետի կողմից կատարվում է բուժական պրոցեդուրան, որից հետո նույնպես հյուրասիրությունը։ Իդեպ մի բան կցանկանամ ավելացնեմ, գլխամաշկվի մերսման ընթացքը կուզեմ ավելի մանրամասն ասեմ, քանի որ մեր գլխամաշկի տապչանը հատուկ առանձնացված հատված ունի, այսինքն միաժամանակ ոտքերը լինում են խոտաբույսերով ջրի մեջ եւ միևնույն ժամանակ կատարվում է արդեն իսկ գլխամաշկի եւ խնամքը եւ այդ ծառայությունը ուզում եմ առանձնացնել, որ այդ process-ը ի սկզբանե շատ հաճելի է, երբ որ քո ոտքերը տաք խոտաբույսերով ջրի մեջ են դրված ու միաժամանակ կատարվում է եւ գլխամաշկը եւ ոտքերի մերսումը, իդեալական տարբերակ է եւ տղամարդկանց եւ կանանց համար։ Մենք շատ շնորհակալ ենք դեր այս համալիր ծառայությունների համար, որը որ նախ բարձրացնում է կնոջ եւ ոչ միայն այս դեպքում, ովքեր որ օգտվում են այս ծառայություններից, ինքնագնահատական, ինքնազգացողությունը ամենակարևորը եւ այն հենքը, որը որ ստիպում է նրանց մտածել, որ այո, նրանք առողջ են, նրանք գեղեցիկ են, սրանք լրիվ ինքնավստահության միանշանակ կոմպոնենտներ են, բաղադրիչներ, որը որ լիարժեք է դարձնում այս դեպքում կնոջը։ Շատ շնորհակալ ենք։ Մենք ձեզ ունենք նվերներ ոչ միայն մեր գործընկեր For You Amy կողմից պատրաստված այս ծաղիկներով, այլ նաև Երեմյան պրոջեկտը իր ֆանտաստիկ կաթնամթերքով զամբյուղներ ունենք ձեզ համար առանձնացրած, ահա խնդրեմ տարեք ձեզ հետ այս անարատությունը, առատությունը եւ առողջ կաթնամթերքը ձեզ հետ եւ իհարկե մենք այս նվերներով չենք սահմանափակվում, դուք ունեք օրը ամփոփող հրաշալի ընկեր, որը որ գինին է այս դեպքում, տոնը էլ ավելի լիարժեք դարձնելու համար Ֆրունզիկ Պրոշյանի գինու գործարանը իր Ֆրունզիկ տեսականի գինուց անպայման առանձնացրել է ձեզ համար գինիներ, որոնք որ սիրով կփոխանցենք։ Իսկ ես ներկայացնեմ Պրոշյանի գինու գործարանը, որը ավելին քան 30 տարի հայկական եւ միջազգային շուկայում ներկայացնում է համային նուրբ երանգներով ու համերով հարուստ գինիների լայն տեսականի։ Այսօր ներկայանում է Ֆրունզիկ գինիներով, կարմիր, սպիտակ եւ ռոզե տեսակներով Գինեգործները ստեղծել են լավագույն համային փունջը, ոգեշնչելով այն բոլոր կարևոր արժեքները, որը փոխանցվում է Ֆրունզիկով։ Ֆրունզիկի պես անկեղծ, անմիջական, բայց արվեստի արժեք ներկայացնող նոր գինիներն արտացոլում են բրենդի հարուստ պատմությունը։ Չէ՞ որ գինեգործությունը նույնպես արվեստ է եւ ոգեշնչման կարիք ունի։ Ավանդույթներ շարունակող ու արժեքներ ստեղծող այս գինիներից յուրաքանչյուրը ցանկացած առիթ կդարձնի անմոռանալի եւ հիշարժան։ Ֆրունզիկ ժողովրդի սերը արժեք է եւ դուք այս արժեքավոր գինիներից ձեզ հետ կարող եք տանել։ Շատ մենք էլ ձեզ անտարբեր չենք թողում, մենք էլ ենք ձեզ բերել նվեր քարտեր։ Շնորհակալություն։ Հուսով եմ հենց գլխամաշկից բայց կօգտվեք ու շատ կհավանեք։ Ահա, տեսեք սիրելի հեռուստադիտողներ, այո, գեղեցկությունը փաստորեն այլ սեր չի ճանաչում այս դեպքում եւ չունի ստանդարտներ որպես այդպեսին։ Շատ շնորհակալություն գլխամաշկի մերսման համար, ես խելագարվում եմ, մի խոսքով կհանդիպենք Միլանասվայում։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, օրվա խորհրդի հետ կապված մեր գործընկեր լրագրող Հասմիկ Կարապետյանը շատ հետաքրքիր ապրիլ 7-յան տեսանյութ է պատրաստել։ Առաջարկում եմ այն դիտել, վերադառնել եւ տալ ընթացք մեր շատ հետաքրքիր եթերին։ Գարնանային զարթոնքը խորհրդանշող ու մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Ապրիլի 7-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը։ Ամենայն հայոց գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Ավետարանների համաձայն այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլեայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ եւ հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն փրկչի, ում սպասում էր ամբողջ ժողովուրդը։ Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է։ Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։ Եվ ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի, եւ նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա։ Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել եւ այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք եւ ինչպես աստվածածինն ավելի մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին, նմանվելով նրան իբրև նոր կյանք պարգևող էակներ։ Մայրության եւ գեղեցկության տոնը լի է սիրով, ջերմությամբ ու անսահման հոգատարությամբ։ Եվս մեկ գեղեցիկ առիթ ուշադրության եւ հոգատարության համար, իսկ թե ապրիլի 7-ին որ նվերն է եղել ամենացանկալին ու սպասվածը, կպատասխանեն մեր սիրելի կանայք։ Ամենացանկալին եւ սպասվածը կարծում եմ ճամփորդություն ընտանիքով։
ճամփորդություն, հանգիստ վայելել ընտանեկան միջավայրում։ Կարծում եմ դրանից լավ բան կանանց համար չկա։ Մաղթում եմ կանանց անսահման սեր, երջանկություն, քաջառողջություն, ընդունված լինեն, սիրվեն, սիրեն իրենց աշխատավայրում, լինեն սիրված, գնահատված, ընտանիքում լինեն սիրված, քաջառողջ լինեն, ամենայն լավն ու բարին իրենց։ Այս տարի հատկապես ինձ համար բալիկս է, ամենասպասված նվերը, որ այդ օրը նաև իմ տոնն է դառնում, ու առհասարակ ամուսինս ինձ միշտ ուշադրության կենտրոնում պահում է, այդ մասով բան չունեմ, մտածելու բան չունեմ, էլի։ Ցանկանում եմ, որ բոլոր կանայք, մայրերը շատ գնահատված լինեն ու առաջին հերթին իրենց սկզբում գնահատեն, նոր հետո այդ էներգիան, որ ստանան, վստահաբար շրջապատն էլ իրենց կգնահատի։ Ամենակարևորը երջանիկ ու առողջ լինեն միշտ։ Կանայք աղջիկները պետք է իրենց խաղաղությունը եւ ներդաշնակությունը չկորցնեն այդ աշխատանքի եւ ուսման կամ ընտանեկան խնդիրների մեջ։ Ես դա եմ ձգտել ունենալ։ Այդպես չեմ կարող ասել ամենասպասվածը, ավելի շատ թե ինչ ես պետք է նվիրեի, մայրիկիս երևի, այն ինչ որ իրան ժպիտ կպատճառի, ինչ որ կլինի այդ պահին մտքիս էլի։ Ուժեղ լինել այս պահին, որովհետև բոլորս իրենցով ենք ուժեղ եւ իրենք են այն մարդիկ, ում դեմքը, ում ժպիտը, ում հանգստությունը մեզ ուժ է պարգևում, ուժեղ լինեն։ Մեր օրերում պետք է ուժեղ լինեն, որպեսզի մենք էլ մեզ հանգիստ գանք։ Այս տարվա համար կլինի ճամփորդելը եւ որ կանայք միշտ ժպտան, գնահատեք ձեզ, որովհետև նմանը չի տեսել աշխարհը։ Ավետման տոնը, գարնանային ջերմությունը, անմնացորդ մայրական սերն ու քնքշանքն ամփոփող տոն է ապրիլի 7-ը։ Շնորհավոր թանկագին մայրեր։ Հասմիկ Կարապետյան, Արամ Ջանասյան, հատուկ Բարի լույսի համար։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք, բայց շարունակելու ենք անպայման եթերում լինելով եւ զրուցելով մեր շատ սիրելի հյուրերի հետ։ Այս պահին տեղափոխվում ենք ժամը լրատվականի տաղավար, ամփոփենք օրվա նորությունները եւ վերադառնանք անպայման մնացեք Armenia TV-ի հետ, որովհետեւ մենք դեռ ձեզ հրաժեշտ չենք տալիս։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես տեսնում եք, ես մենակ եմ հիմա, տղաները դրսում են ու փորձում են կապ հաստատել մեր հայրենակիցների հետ, խոսել, քննարկել ինչ-որ թեմաներ։ Հիմա ցանկանում եմ ձեզ ներկայացնել մեր գործընկերոջը։ Մեր գործընկերն է Երեմյան կաթնամթերքը, որ ներկայացնում է առաջատար, անարատ, սեփական ֆերմայի կաթից ստացվող կաթնամթերքի լայն տեսականին։ Երեմյան կաթնամթերքը 100% բնական է, A կարգի կաթից, առանց հավելումների եւ գլյուտեն ֆրի։ Կաթը սեր է եւ Երեմյան կաթնամթերքն ուրախ է այն կիսել ձեզ հետ։ Հիմա ժամանակն է տեղափոխվել խոհանոց հասկանալու համար, թե Սաթենիկն ինչ փուլում է գտնվում եւ ինչ է պատրաստել մեզ համար։ Գեղեցկուհի, շնորհակալություն խոսքը փոխանցելու համար, աշխարհի ամենագեղեցիկ տոներից մեկը միացին ենք տոնում, մայրության եւ գեղեցկության տոնը եւ իհարկե դրա հետ զուգահեռ մենք պատրաստել ենք աղցանը, այստեղ չի, մենք հացրեցինք արդեն վայելել, անդրադարձ անենք մեր այսօրվա կրուասանով սենդվիչին, հա, կարելի է սենդվիչ ասել, կատարին։ Ինչ ենք ավելացրել, ինչ ենք թողել, որովհետև մեր կրուասանները նախ առաջնահերթ կիսել ենք երկու հավասար մասերի, այնուհետև տաքացրել եւ վրան կսել ենք մեր Երեմյան ապրանքանիշի հարած պանիրը, վրայից ավելացրել ենք մեր pesto սոուսը, որը թարխունով է, վրայից շարել ենք արդեն մարինացված մեր իշխան ձուկը, շարունակենք շարել եւ մնացած որը նշեցիք, ասացիք մեր իսկապես մերն ուրիշ է, մերը բնական է, մերը ավանդական է։ Այս օրինակ սենդվիչը կարող ենք այստեղ պատվիրել վայելել, թե միայն կարող ենք աղցանը վայելել այստեղ։ Սենդվիչներ էլ ունենք, բավականին շատ տարբեր, կարող եք տեսնել մեր նախաճաշի մենյուն եւ համտեսել։ Այ նախաճաշին էլ ինչ կարելի է վայելել այստեղ։ Քանի որ բարի լույս է, շատերը հասցնում են։ Շատ է մեր տեսականին, կարող եք մենյուն վերցնել ու շատ հետաքրքիր տեսնել իհարկե։ Տեղափոխենք։ Իսկ դա ինչ է որ ավելացնում է։ Զուպաշոտն է։
Պաշոձուն։ Ինչպես եք պատրաստում։ Քանի որ հեռուստադիտողները չտեսան դա։ Ուրեմն վերցնում ենք ջուր, եռացնում ենք։ Քացախ ավելացնում եք։ Մի փոքր քացախ կարելի է ավելացնել, ջուրը պատատում ենք անպայման զարգարացել եւ կենտրոնում սպասում ենք մինչեւ հանգստանա ջուրը եւ կենտրոնում զգուշությամբ ստում ենք արդեն ձուլ։ Այդ գաղտնիքն էլ մենք բացահայտեցինք հեռուստադիտողներին, ոչ մի բան գաղտնիք չենք թողնում։ Տեղափոխվենք երևի Արտակի մոտ, նա դրսում է, ծաղիկներ է բաժանում եւ մեր հավատարիմ հեռուստադիտողների հետ դրսում շփվում է։ Խոսքը փոխանցված է արդեն։ Համեցեք։ Շնորհակալություն Սաթենիկ, դեռ ես եմ այստեղ։ Ես իհարկե անհամբեր սպասում եմ, մենք բոլորս անհամբեր սպասում ենք, թե երբ ենք փորձելու, բայց մինչ այդ ներկայացնեմ մեր մյուս գործընկերոջը Good.cm-ին, որը բազմաթիվ ընկերությունների եւ ընտանիքների անբաժան մասն է դարձել իր լավագույն առաջարկներով։ Բացի այն, որ Good.cm-ը բացառիկ հնարավորություն է ընձեռել մեր հայրենակիցներին ձեռք բերել բոլորի կողմից շատ սիրված IKEA բրենդի ապրանքները, նաեւ արդեն կարող եք ձեռք բերել տնտեսական, կենցաղային եւ սպորտային ապրանքներ, որոնք դեպ շուկայական արժեքից անհամեմատ ցածր են։ Good.cm-ն աչքի ընկնում նաև հաճախորդների հետ ունեցած անմիջական կապով եւ սպասարկման որակով։ Նախքան գնումներ կատարել ուղղակի գրեք կամ զանգահարեք եւ կստանաք տվյալ ապրանքի վերաբերյալ մանրամասն եւ սպառիչ պատասխան։ Չմոռանանք նաև նշել, որ ամեն շաբաթվա առաջարկի բաժնից թվով 10 ապրանք, որոնք այս պահին ձեր էկրաններին են, կարող եք ձեռք բերել ինքնարժեքով։ Good.cm, քո on-line հիպերմարկետը։ Իսկ հիմա, սիրելի հեռուստադիտողներ, խոսքը փոխանցում եմ տղաներին, տղաներ, ինչպես են ձեր գործերը։ Բարի առավոտ, բարի ապրիլ 7-յան առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, ինչպես նկատեցիք, մենք արդեն տաղավարից դուրս ենք։ Իսկ դա նշանակում է, որ մեր այցելուները, մեր քաղաքի մարդիկ, ովքեր որ Եռուզեռի մեջ, այս տոնական թոհոբոհի մեջ աշխատում են, իդեպ եթե նաև կնկատեք, Արտու էլ կարող ես նշել, որ ետևում մեր տոնավաճառը Seasons Park-ում ծաղկա շատ իրադարձություններ են եւ անցուդարձ է տեղի ունենում տիկին Մելանիա, ինչպես եք հայտնվել այս պահին Seasons Park-ում, նախ իհարկե մինչ ձեր խոսելը, շնորհավոր ձեր տոնը։ Շնորհակալություն, ես ձեռագործ խաղալիքներ եմ վաճառում, ես ու իմ աղջիկը, մենք փորձել ենք մեր փոքրիկ բիզնեսը ունենալ, ես կմաղթեմ մեր կանանց լինել համարձակ, աշխատասեր, լինեն սիրված, Որտեղ եք նկատել կանանց մեջ համարձակության պակասը օրինակ։ Օրինակ, որ ասենք կան մարդիկ, որոնք կուզենային, որ ինչ-որ բան սկսել, նախաձեռնությունը իրանց մոտ կաղում է։ Իրանք համարձակություն չեն գտնում ինչ-որ բան սկսելու, առաջնորդվելու, անպայման ուզում են, որ ինչ-որ մեկը իրանց փոխարեն անի, որ իրանք կանգնեն այդ աշխատանքի մոտ ու սկսեն աշխատել։ Ինչ մենք Seasons-ի այսպես այգում ենք ու այստեղ կարելի ասել ապրիլի 7-ը մենք ամբողջացնում ենք մայրության գեղեցկության, բայց նաև կարելի է սա կոչել ընտանիքի օր, որովհետև մայրերը դա շատ կարևորում են տիկին Մելանիա ու հետաքրքիր է ձեր մաղթանքը հայ կանանց, աղջիկներին, ովքեր այս պահին ձեզ ուղիղ եթերում հետևում են։ Ես կմաղթեմ մեր կանանց լինել երջանիկ, անհոգ, ներդաշնակ լինեն իրենց եւ մտքում եւ սրտում, խաղաղություն ունենան, որ մենք մեր շուրջը սփռենք մեր գեղեցկությունը եւ մեր խաղաղությունը, հոգու եւ մեր ներդաշնակությունը այս աշխարհում։ Ինչ հիմա այսպես տեսնում ենք սայլակով անցնող մայրերին, դա շատ հաճելի է։ Շնորհավորում ենք ձեր ապրիլի 7-ը։ Շնորհավորում ենք, շնորհավոր ձեր ապրիլի 7-ը բոլորին, ովքեր այս պահին ուղիղ եթերում տեսնում ենք, բոլորին շնորհավորում ենք, սա հրաշալի առիթ է, բարև ձեզ, շնորհավորում ենք։ Ահա, այսպեսի անցուդարձ Երևանի կենտրոնում, սիրելի հեռուստադիտողներ, մեր ետևում հնչում է Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևանն էլ իր հերթին կին է եւ աղջիկ, պետք է նաեւ շնորհավորել այնպիսի վիճակներ, որոնք որպես այդպեսին սեր չեն ճանաչում, կամ օրինակ մարդ չեն, բայց կին են, կյանք տվող են, իսկ Երևանը կյանք տվող է։ Եկեք ասենք, հատկապես այս օրերին։ Սիրելի երևանցիներ, դուք ունեցել եք հրաշալի առավոտ, ապրիլի 7-յան առավոտ, շնորհակալություն Երևանյան այս գողտրիկ հատվածին Seasons-ին մեր տրամադրությունը ապավելու համար։ Տիկին Մելանիա, երեկոյան ինչպես եք նշելու այս գեղեցիկ տոնը, մոմեր, ընթրիք։ Շատ լավ ընթրիք կունենանք ընտանիքով հանդերձ եւ կնշենք մեր տոնը։ Եվ արի մոտենանք այս աշիկներին տեսնենք կհասցնենք նրանց հետ զրուցել։ Կարողանանք։ Այո։ Արդ, դե քոնն է եթերը։ Դուք ուղիղ եթերում եք, բարև ձեզ, ինչ եք մաղթում, կանանց եւ աղջիկներին։
երջանկություն, ուրախություն։ Ձերքով արեք տեսախցիկին, հրաշալի է։ Hi-Fi։ Բարև ձեզ։ Շնորհավոր ապրիլի 7-ը։ Դուք այս պայն ուղիղ եթերում եք։ Շնորհակալություն։ Ինչ եք մաղթում կանանց եւ աղջիկներին մի փոքր այսքով։ Կանանց եւ աղջիկներին մաղթում եմ, որ լինեն միշտ ինքնաիրացված, իրենց իրավունքները պաշտպանված, գեղեցիկ եւ երջանիկ։ Իրավունքները պաշտպանված։ Ով է ձեզ նվիրեց աղջեփունջը։ Շատ հաճելի մարդ։ Շատ հաճելի մարդ։ Շնորհակալ։ Լավ որ։ Դե ինչ, խոսքը հիմա փոխանցենք մեր գործընկերներին, Արի Արման, տեսնում ես համարցակ կանայք կան, նրանք պաշտպանում են կանանց իրավունքները։ Շնորհավոր ձեր ապրիլի 7-ը։ Եվ լավ տրամադրություն։ Այո։ Հիմա խոսքը փոխանցենք մեր գործընկերներին, այո, որովհետեւ նրանք խոհանոցում տեսնենք ինչ են անում։ Սաթենիկ, դու մեզ լսում ես։ Բարի առավոտ։ Շնորհակալություն խոսքը փոխանցելու արտակ, տրամադրությունը ինչպես միշտ տոնական է եւ բարձր է։ Պատրաստ է գրեթե մեր սենդվիչը, մնացել է վերջին շտրիխները, որը միացին ենք անելու։ Այլ պատրաստման ընթացքում ես կուզեմ մեր ավետիկին ասեմ շնորհակալություն մեծ հյուրընկալելու համար եւ դուք ունեք ֆրունզիկ գինի նվեր, որը կարող եք երեկոն վայելել ձեր ընտանիքի հետ միասին։ Եթե ունեք ավելացնելու բան, այսինքն շնորհավորանք, դուք կարող եք հղել, այսպես դուք այդ հնարավորությունը ունեք։ Օգտվելով առիթից, կուզենամ շնորհավորեմ բոլոր մայրերին, կանանց եւ աղջիկներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, բոլորին ցանկանում եմ երջանկություն եւ շատ արևոտ օրեր։ Չմոռանանք, որ նաև այսօր առողջության համաշխարհային օրն է։ Եղեք առողջ։ Առողջ ծնվեք, ապրեք երկար։ Եվ երջանիկ։ Վերջին շտրիխներն էլ մենք կանենք, խոսք արդեն հանգիստ կարող ենք փոխանցել գործընկերներին, որ այնտեղ արդեն հյուրասրահում նոր տոնական տեղավորված են, սիրելի հեռուստադիտողներ, մենք ձեզ շատ սիրում ենք, մայրեր, տատիկներ, գեղեցկուհիներ, շնորհավորում ենք, եղեք առողջ եւ գեղեցիկ եւ գնահատված։ Կհանդիպենք վաղը, դե շատ շնորհակալություն, իսկ մենք մնում է, որ վայելենք, աղցանը վայելեցինք անզուգականներ։ Ավետիք շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, հարգելի Սաթենիկ։ Հաջողություն, լավ օր ձեզ։ Քո ամբույրները հասան, մենք էլ շնորհակալություն։ Եվս մեկ անգամ շնորհավոր սիրելի մայրեր, սիրելի գեղեցիկ սերի ներկայացուցիչներ, շարունակեք ավելի գեղեցկացնել մեր շուրջ բոլորը, իրականությունը, կյանք տվեք, թող այո, շարունակվի թե նոր սերունդը եւ թե ձեր ճիշտ դաստիարակությամբ եւ հայի ոգով մեծանա նոր սերունդը եւ Հայաստանը ել ավելի բարեկեցիկ երկիր դառնա։ Շնորհավոր ապրիլի 7-ը։ Գնում ենք շարունակելու ապրելու մեր կյանքով, սիրելի հեռուստադիտողներ, տոնական տրամադրությամբ ենք լցվում, այնպես որ դուք էլ ունեցեք հրաշալի օր, թե ընտանիքի, թե ընկերների եւ ինչու ոչ նաեւ միայնակ։ Այո, սիրելի կանայք, թող պաշտպանված լինեն ձեր իրավունքները եւ գլխավորը դուք լինեք գեղեցիկ եւ ամենակարևորը պահանջված ձեր սիրելի տղամարդու կողմից։ Այդպիսով կանայք եւ մայրերը միշտ ավելի կատարյալ ու լիարժեք են իրենց զգում։ Սիրելի ամուսիններ, հիշեք, որ այս միամսյակը կանանցն էր, մնացած 12 ամիսները ձերը։ Հաջողություն։ Դե ինչ կհանդիպենք յուրաքանչյուր աշխատանքային առավոտ, այսօր տոնական է, ունեցեք նաեւ տոնական օր։ Ցտեսություն։